հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Գառնիկ Դանելյանը, ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Դանելյանին, գիտեք որ ինչու որտեղ մենք ամեն երկուշաբթի Հայկ Նահապետյանի հետ ենք սկսում շաբաթը, այսօր մի փոքր խնդիրներ կար, մի քանի օրից մենք եթերում կլինենք պարոն Նահապետյանի հետ, ես խնդրեցի 3 երեկոյան եւ պարոն Դանելյանը արձագանքեց, շնորհակալ եմ պարոն Դանելյան, մենք սովորաբար պարոն Նահապետյանի հետ այսպես ասած շաբաթն ենք ամփոփում եւ բաց թողած թեմաներին, իսկ թեմաները շատ էին, շատ հագեցած, ձեր թույլտվությամբ մի քանի թեմայի շատ արագ անդրադառնամ եւ անցնենք միասին քննարկումների։ Նախ այնպիսի տպավորություն է, որ եթե Երևանում, ես վստահ եմ, սա տարածվում է նաև պարոն Դանելյանը մարզից է եկել, ինքը կհուշի կխոսի, ես մի հատ խնդրեմ թուղթ ու գրիչ տվեք պարոն Դանելյանի, որ թեմաներն էլ նշի իր մոտ, եթե Հայաստանում հանկարծ տերևաթափ է, օրինակ աշուն է, եթե Երևանում տերևաթափ է, եթե Երևանում մեղմ քամի է, կամ մեղմ զեփյուռ է, կամ ինչ ասեմ, դել չեմ ասում անձրև, մեղմ անձրև է կամ հանկարծ հորդառատ անձրև է ձյուն է, ուրեմն ողջ Երևանը խցանումների մեջ։ Հիշում եք, չէ՞ որ այս թափթփուկները ինչ էին ասում, որ հիմա պիտի կարմիր գծերի հարցը չգիտեմ ինչքան պիտի խստացնեն, կենտրոնի այդ գները ինչքան բարձրացրեցին, ինչի համար են անում, որպեսզի բանը լիցքաթափեն, որ այս խցանումները չլինի, այն չգիտեմ, համբալ տղու պապան, թե համբալ պապան, որ այդ տղեն նստած այնտեղ պատասխան տալու որովհետև մարդը, եթե տենց էլ պատասխանատվություն չկրես նրա համար, որ բոլոր այդ օպելների վարորդներին համբալ էր համարում, ամեն համբալ չպիտի գա։ Հիմա ձեր հոր արևին, քո, չգիտեմ, համբալ տղու պապան կամ համբալ հոր տղեն, չէ, որ այսօր որոշում է կայացնում, իբրև թե դուք տենց բան արեցիք, կարգի արեցիք, ինչ որ բյուջեն մի ահռելի մեծացրեցիք, այսինքն ձեր խայտարակ թալանը, Ավինյան, Երևանի, այդ քաղաքապետարան, ձեր խայտարակ թալանը մեծացրեցիք, բայց ինչ է տեղի ունենում Երևանում, նույն խայտարակ խցանումները։ Այսօր, եւ ինչը հարց է, չէ՞ ցակում, ասենք ինչ եք մենք այսքան ուշ սկսում եթերը, պետք է 11 կամ գոնե 11-ից 15 եթերը սկսենք, որովհետեւ մի հատ հələ բարձրացեք վերև, եթե ձեզ հնարավորություն կունենաք, էլի, ու փորձեք, չգիտեմ, հերացիով կամ կոմիտասի պողոտայով կամ ցանկացած արշակունյացով, ցանկացած ուղղությամբ մի հատ փորձեք գալ կենտրոն։ Սա իմիջիալոց չի տարածում միայն կենտրոնում, այնպես որ համբալ հոր տղեն կամ համբալ տղեն այդ հոր օպելի վարորդներին համբալներ եք, դուք չպիտի գաք, հելա իբրև թե ձեր արևին ճակերտավոր, ես ներողություն եմ խնդրում օպերների վարորդներից, որ ստիպված եմ սա կրկնելու, որովհետև իրանց արևին համբալներին էլ թույլ չեն տալիս կենտրոն գալ, իրանց նման բանները, սուպեր պապաների կամ համբալ պապաների այդ տղերքը մենակ պիտի գան, կամ այդ տղերքի համբալ պապաները մենակ պիտի գան ման կենտրոն, բայց պարզվում է, որ այդ համբալները գալիս են ու էլի նույն խցանումն է, իրենց նման Ոչ թե օպերի վարորդների, այս խայտարակ խցանումների մեջ է, այդ չեմ ասում, որ իմիջիալից Մայր Հայաստանը անընդհատ թվերով դա ներկայացնում է, որ այսպես թանկացնելով ինչ թալան է շարունակում տեղի ունենալ Երևանում եւ Երևանի քաղաքապետարանում։ Ուրեմն երեք հայտնի դարձավ, որ Դավիթ Մանուկյան անունով պայմանագրային զինծառայող է մահացել։ Հիմա արդեն սա ուղակի անուն է եւ թիվ է, պարոն Դանելյան։ Գամածի անունն է, մահա, ինչ ա եղել։ Վիճակագրություն, շատ ճիշտ բառացեք, վիճակագրությունն է։ Ինչ ա եղել։ Մարդը կար պայմանագրային զինծառայող, մարդը չկա։ Այնտեղ մի հատ ՊՆ նախարար կա, այս գլուխը մեծացած, որով այնը, տես մեծացած, մեկ էլ ինչ-որ մի հատ բան է, նկար ա դնում։ Երջանկացեք, մեր երջանկությունը կիսում ենք։ Իմ կինը հղի է, արդեն 1 ամսական հղիություն ունի։ Հետո անցնում է 2 ամիս, մենք արդեն 2 ամսական առհասարակ մենակ չար մարդը չի ուզենա, որ իր կողքը բոլորը երջանիկ լինեն, բայց միայն հիվանդ եւ սրիկան կարա այս տառապանք եւ այն ոլորտի, որ ինքը պատասխանատվություն է կրում, այսքան խնդիրներ, այսքան մահեր, տարածքների զիջում, հայրենիքի զիջում, անընդհատ մահեր բանակում, հա, ես չեմ ասում բանակի քարուկ հանդանել ու դրա ֆոնին ինչ-որ երջանկության բաներ։ Այս ու գիշերն էլ բան տարածեց, հիմա այսօր արդեն տարածեցի, որ նորից կրակահերթեր, մաս, սպանություն, դա արդեն սովորական, ասել պարոն Դանելյանի սովորական վիճակագրություն է, ինչ աղի, կրակել են իրար, չէ, սիրելի հայրենակիցներ, որ 600,000 մեծ փրթում ազգակործանը, որ իբրև թե ձայն է ստացել, եւ որ դուք անպատասխանատու լինելով փողոցայինին բերում եք իշխանության, ուրեմն 4 կողմը պիտի մահեր լինի։ Բոլոր ոլորտները պիտի այդպես բան անեն։
ավիրվեն եւ այս ամեն ինչը բնականաբար տարածում է ձեր վրա։ Դուք կարող պատահական անցորդ լինեք, մահանաք, չգիտեմ, կարող է ուղղակի այդ խնջույքին ներկա լինեք, կարող է փողոցով անցնելիս լինես, այս 4 կողմը մահ է։ Ու ամեն անգամ, երբ որ ես կարդում եմ, չէ՞, մահ, բանակում մահ, հանում մահ, չգիտեմ, այս մանի վերացած Արմեն Գրիգորյանի խոսքերը, որ խնդրում էր, աղաչում էր, իրեն ցավեցնելով ձեզ ցավեցնում էր, ձեզ ցավեցնելով իրեն ցավեցնում էր, աղաչում, խնդրում էր, ասում էր, «Էլ մի ընտրեք, որ Նիկոլին, որ էլ մահ չլինի»։ Հիշում եք, չէ՞, խնդրում ասում էր մի ընտրեք սրան, որ էլ մահ չլինի, այս բոլոր մահերը, այն 21 թվականին, որ գնացել եք այս ազգակործան թափթփուկներին ձայն եք տվել, այս բոլոր մահերը ձեր բանին, ճակատին գրված է։ Եվ հիմա շատ կարևոր բան, Դիվենսը ուրեմն Երևանում է, արդեն 3, չէ՞, Միլանի չվերթով պիտի գար Երևանում այստեղ լինելու գնալու է Բաքու։ Մենք շատ ենք խոսել սրա մասին, որ պետք է մեծ աղմուկ բարձրացնել եւ անպայման հասցնել նրան այն, որ քրիստոնյաները ճնշվում են Բաքվի բանտում եւ նաեւ Երևանի Հայաստանի բանտերում են գտնվում, քանի որ այսպես ասած այդ խավորությունը վերցրել են իրենց վրա Միացյալ Նահանգները, դե բան ինչ-որ շատ մեծ ոգևորություն կա, հիմա մենք, չգիտեմ, մենք պիտի ոգևորություն կա շատերի կողմից եւ սա շարունակում է իշխանությունը կերակրել, իբրև թե տեսեք, Թրամփն է, այս միջանցքն է, Թրամփի միջանցքն է, բան, հիմա մենք բանը մեծ հաջողություններ ենք արձանագրելու, բայց ընդամենը սա նրա համար է, որ եկել են այստեղ, իրենց ներկայությունը հաստատում են այստեղ, պետք եղած ժամանակ սա փակելու են եւ շրջափակելու են ուղակի Իրանը շրջափակվելու է, բայց Իրանը շրջափակելով նաեւ ով է շրջափակված լինելու, մենք ենք շրջափակվելու եւ վաղեմի երազանքն են իրականացնում Նախիջևանը կապելով Ադրբեջանի հետ, այսինքն թուրքական մեծ ծրագրի մի մաս, այս ամենը ընդամենը կատարվում է նրա համար, որովհետեւ Ռուսաստանի դեմ։ Հիմա գիտեք ինչ շատ է խոսում նրա մասին, որ բանը թողեցին, լքեցին, գցեցին եւ գնացին, չէ՞ գցել են, ասենք Սիրիային գցեց, բանը Մադուրոին Պուտինը ռուսները գցել են, բայց եթե այս բանով այդպես մոտենանք, հիմա կարող ենք ասել, հիշում եք այն պատկերը, երբ որ Աղանստանում կարճ կախվում էին ինքնաթիռից, չէ՞, այդ ով էր գցել այդ մարդկանց։ Ոնց որ Միացյալ Նահանգներն է, չէ՞ գնացել այդ մարդկանց, տերեր կանգնում են տեղը, տեսակ մի 2 ժամվա մեջ որոշում կայացեցին, բոլորին թողեցին եւ այդ բանը ու միայնակ թողեցին այդ մարդակերերի բանի մոտ այն ահաբեկիչների մոտ ում գլխի համար չգիտեմ քանի 100,000-ներ էին տալիս, որ այդ ահաբեկիչներին բռնեն։ Ես հիմա հայտնի էլ չի, դադարել է թե չի դադարել, 2 շաբաթ առաջին չէր տեղի ունենում, 10 օր շարունակ քրդերը ուղակի ենթարկվում էին ցեղասպանության։ Հիշում եք, որ ինչ էր հայտարարում Թրամփը, դրանից առաջ Բայդենը, որ բանը քուրդ ժողովրդին իրանք միայնակ չեն թողնի, քրդերի հետ դաշին կար, բան կար, այնտեղ ռազմաբազա ունեին եւ ինչ արեցին, ուղղակի որոշում կայացեցին եւ գցեցին անց։ Այսպես է գերտերությունները դու պիտի կարողանաս ճկուն լինես եւ խելոք աշխատես, հատկապես մեր նման երկրի համար, ում գիշատիչը Թուրքիան եւ Ադրբեջանը երկու գիշատիչ պետություններ կանգնած են եւ եթե հանկարծ ոտքը քաշի այստեղից, ասենք, կես ժամ հետո միայն Երևակայել անգամ դժվար է թե ինչ են անելու մեզ հետ ադրբեջանցիները, Ադրբեջանն ու Թուրքիան մեզ հետ ինչ են անելու։ Բայց քանի որ դուք այսպես շարունակում եք մոլորեցնել հայ ժողովրդին, որ իբրև թե Թրամփի խավորությամբ հիմա տեսեք ինչ է վացելու, մենք ունենք կա այդպիսի օրինակ, որ Թրամփը հասավ նրան, որ Բելարուսիայից քաղբանտարկյալները ազատ արձակվեցին, չէ՞։ Հիմա պիտի հասնել նրան, որ գոնե առնվազն մենք կարողանանք Բաքվի բանտից ազատ արձակել մեր հայրենակիցներին եւ նաեւ Երևանի բանտերից, որովհետեւ ազատ արձակենք, որովհետեւ իրենք եկել են այդ լոզունգներով, որ քրիստոնյաները ճնշում են, մենք քրիստոնյա աշխարհի կողմնակիցն ենք, հիմա այդ ուղղությամբ պիտի բաներ անել։ Հիմա մենք կտեսնենք այսօր ժամը 5-ին հրապարակում հավաքվելու են, հույս ունենք, որ մեր ձևովն է կշարժվի, մյուսներ կշարժվի եւ մենք իսկապես ցույց կտանք, որ մեզ համար ինչ կարևոր է, որ մեր հայրենակիցները ազատության մեջ լինեն։ Հիմա ես պարոն Դանիելյանն երևի ավելի մանրամասն խոսի սրա մասին, հույս ունենանք, որ նաև Հայաստան դաշինքը, որտեղ Հայաստան դաշինքը ամբողջությամբ դիմել էր, նամակով դիմել էին, բայց պիտի ոչ միայն այսպես նամակով դիմելու կամ կոչով բավարարվենք, այլ գործնական տեսքով ցույց տրվի իրանցին, որ հիմա մենք եկել ենք եւ պահանջում ենք։ Այս հարցի մասին է պիտի խնդրեմ պարոն Դանիելյան խոսել, եւ ամենակարևոր հարցերից մեկը ինչու է թափարտում հիստերիայի մեջ ընկել Ադրբեջանը եւ Ադրբեջանի ղեկավարությունը։ Դուք գիտեք, որ դեսպանին Ռուսաստանի
Ռուսաստանի դեսպանին Բաքվում հետ են կանչել Լազարյան ակումբի հայտարարությունից հետո նախ եկեք արձանագրենք, որ Զատուլինը շարունակում է մնալ հայ ժողովրդի մեծագույն բարեկամը։ Եթե Աստված կամենա եւ մենք մեր մեջ ուժ գտնենք եւ այն գիտակցումն ունենանք, որ մենք կործանման եզրին ենք կանգնել եւ պիտի պայքարենք եւ Աստծո կամոք Հայաստանի Հանրապետությունը մնա եւ չկործանեն այնպես ինչպես որ կործանեցին Արցախը, եթե Հայաստանի Հանրապետությունը մնա եւ պատմությունը շարունակի գրվել, ես վստահ եմ, որ այս տարիների համար գրել են հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Զատուլին։ Ամեն ինչ հնարավոր է եղել հայ ժողովրդի համար արել է եւ չենք մոռանում սիրելի հայրենակիցներ, որ մեր մեծ բարեկամի արչեւ դռները փակված են, ինչպես մեր հայրենակից Մարգարիտ Սիմոնյանի արչեւ, Անդրանիկ Միրանյանի արչեւ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Սալավյովի արչեւ եւ այսպես շատ-շատերի արչեւ ճանապարհները փակված են եւ նաեւ մեր մյուս հայրենակիցների, ովքեր որ Սփյուռքում են ապրում։ Իդեպ Դիվենսի IT հետ կապված որ ասում ենք, մենք շատ ակտիվ կապի մեջ ենք Հարութ Սասունյանի հետ, Հարութ Սասունյանն էլ մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել եւ այդ հարցազրույցի ժամանակ մեզ հարցազրույց էր տվել, որ ասում է պետք է շատ ակտիվ լինել կոչերով մեծ, շատ ցնցող հանրավակ պիտի լինի, որ դրա մասին պիտի Ամերիկայում խոսեն եւ Դիվենսին սա պիտի հասնի, որ այդպիսի մեծ պահանջ է եղել, խնդրանք դիմում, պահանջ նաեւ, որտեւ եթե դուք եկել եք այստեղ խավորություն եք անում եւ պատրաստվում եք այո, բառից բուն իմաստով մեզ հանել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնության դուք եթե պատասխանատվություն վերցեք, գոնե պատասխանատվություն վերցեք մեր հայրենակիցներին վերադարձեք։ Շատ ճիշտ առաջարկ է պարոն Սասունյանի կողմից, բայց շատ թերի է պարոն Սասունյան, այս կոչը պիտի առաջին հերթին արվի Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներին, այլ Լոս Անջելեսի հայրենակիցներին, Բոստոնում, այն համայնքներում, որտեղ որ հայությունը շատ մեծ է։ Ինչու, որովհետև գիտեք, որ այս ձայները շատ կարևոր են եւ միշտ հայ համայնքը այնտեղ շատ մեծ է եղել եւ շատ ազդեցիկ է եղել, այդպիսի հանրահավաքներ պիտի փորձ անել, ճնշել, դիմել, պահանջել Միացյալ Նահանգների ղեկավարությանը, որ տեր կանգնեք ձեր կոչերին, ձեր խոսքին, եւ եթե դուք տանում եք այս խաբուսիկ խայտառակ խաղաղության պայմանագրի, պատերազմի պայմանագրի, որով պիտի կերակրեք հայ ժողովրդին, ապա բարի եղեք գոնե այս փուլում մեր հայրենակիցներին վերադարձնել, հակառակ դեպքում իհարկե մենք հանդիպելու ենք առաջիկայում պարոն Բագրատյանի հետ, ինքը մանրամասն կներկայացնի, թե ինչ է նշանակում այս պատերազմի թուղթը, որով կերակրելու են ընտրություններից առաջ հայ ժողովրդին, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի խավորությամբ, մենք դեռ մանրամասն դրա մասին խոսենք, բայց պիտի շատ ակտիվ լինի այդ իմաստով Սփյուռքը։ Եվ վերջին թեման, ինչ էր ասել Լազարյան ակումբը հայտարարել էր, որ Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքները, դատապարտվել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, Լազարյան ակումբի հայ գերիների դատավճռի մասին։ Այս գործի նյութերում առկա են անջատողականության եւ Ադրբեջանի օրենքների խախտման մասին, գիտեք, այս հայտարարությունը եղավ նրանից հետո, որ որոշեցի, որ ՑՄԱ պիտի դատապարտեն։ Այս գործի նյութում առկա են անջատողականության եւ Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագործ արտահայտությունները, որոնք քաղաքացիների մեղադրյալները երբեք չեն եղել, ասվել է կազմակերպության հայտարարության մեջ։ Դա հաշվեհարդար է, դատաստան, ոչ թե դատարան տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենահասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել լքել իրենց հողերը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում։ Լազարյան ակումբում ուշադրություն են դարձել նաև Աբսեցուչից զուգադիպությանը, դատավճիռը հրապարակվել է Փաշինյանի եւ Ալիևի կողմից մարդկային եղբայրության համար մրցանակ ստանալու հաջորդ օրը։ Այս հայտարարությունը, որտեղ դատապարտում են եւ ասում են, որ զտման է ենթարկվել ազգափոքրամ, ինչպես են ասում, էթնիկ զտման է ենթարկվել հայ ժողովուրդը եւ առիթ բուն իմաստով ցեղասպանության տեղահանություն է տեղի ունեցել եւ այս ամենի համար պատասխանատվություն չի կրում այսօր ոչ Հայաստանի իշխանությունը, ոչ Ադրբեջանի իշխանությունը, այն ինչ որ տեղի ունեցել, դա հետևանք է եւ առիթ բուն իմաստով առևանգել են եւ գերեվարել են մեր հայրենակիցներին եւ դատապարտողական խոսք է արել, սա հունից հանել է իրենց եւ իրենք կանչել են դեսպանին եւ այլն, որտեւ դուք գիտեք, այսպիսի հիստերիայի մեջ նաեւ ընկավ Ալիևը եւ Նիկոլը ընկան այն բանից հետո, երբ որ հիշում եք Շվեյցարիայում հոգեվոր խորհուրդը հավաքվել էր եւ դրանից հետո հայտարարություն տարածվեց Արցախի հետ կապված, մեր պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ կապված եւ գերիների հետ կապված։ Սա փաստորեն Նիկոլի ամենացավացող կողմերից մեկն է։ Մարդիկ չեն ուզում, որ վերադառնան այս մարդիկ, ամենայն հավանականությամբ իրենց վերադարձից հետո
շատ ճշմարտություններ հրապարակ կգան, թեպետ ինչպիսի ճշմարտություն է, որ լինի, հիշեք Հրանտինքի խոսքերը, ինքը ասում էր, եթե անգամ ցեղասպանության ժամանակ թուրքերը ոսկե ինքնաթիռների մեջ էլ տեղահան անեին այդ 1.5 միլիոն հայությանը, դա կոչվում է ցեղասպանություն։ Հիմա մենք գիտենք, որ գլխատված մանուկներ կան, գլխատված ծերեր կան, խոշտանգված մարմիններ կան, չգիտեմ, այնտեղ պայթեցրեցին հետո այդ ամբողջ բենզատարը, ինչ սարսափի միջով է անցել Արցախահայությանը, սովի է մատնված եղել 1 տարի շարունակ, շրջափակված է եղել, այս տականքը այստեղից ոչ մի բան չի արել, եւ այդ ամենը, եթե անգամ բոլոր դռներն ու ճանապարհները բացեին, ոսկե ավտոբուսներով տեղափոխեին Արցախահայությանը, միևնույն է Նիկոլ, դա կոչվում է ցեղասպանություն, դու հիմա գնացել ես ցեղասպանություն, հայաթափություն, զրկման տարած, գերիներին տարող մեր հայրենակիցներին գերի պահող, խոշտանգող տականքի հետ խաղաղության պայմանագիր ես կնքում եւ մոլորեցնում ես, խաբում ես հայ ժողովրդին, որ իբրև թե դու գնում ես ինչ-որ բանի եւ ինչի են ցնցվում Ադրբեջանը, ինչի է ցնցված, Ալիև ինչի է ցնցած, որտեվ իրենք գիտեն ինչ ստոր բաներ անում, որտեվ գիտեն որ արխիվում դեռ ստորագույն ստոր ինչ բաներ կան, ինչ հրեշավոր ծրագրեր կա հայ ժողովրդի հետ կապված։ Եվ այս թեման էլ չեմ ասում, որ Զատուլինը նաև հայտարարեց, որ ինքը խիստ լուրջ կասկածներ ունի, հետևելով բոլոր տեսակի զարգացումներին, որ այն 5 միլիարդի մասին, որ խոսում էր Լուկաշենկոն, որ առաջարկ է եղել Ալիևի կողմից Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահին Սերժ Սարգսյանին, որ 5 միլիարդով ծախի Արցախը, ինչին շատ կոպիտ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը եւ առաջարկ, որ ես եմ պատրաստ տալու միայն թե հրաժարվի Արցախի Հանրապետությունից, կասկած ունի եւ որոշակի վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը ծախել է Արցախը եւ վերցրել է այդ 5 միլիարդը։ Եվ ես բարեկամաբար դիմում եմ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Սարգսյանին, Կարապետյանին, Նարեկ Կարապետյան, դուք այսպիսի հայտարարություն արեցիք, մենք Արցախը այդպիսի անհեթեթ եւ պրիմիտիվ հայտարարություններ խնդրում եմ չանեք։ Դուք ասեցիք, որ Արցախը մենք ինչի կորցրեցինք, որտեղ տնտեսապես թույլ էինք։ Ուրեմն 90-ականներին 93-ին 4-ին հարց չունեք տալու, այդ ինչպես եղավ, որ մենք հաղթեցինք։ Հայաստանը շրջափակված էր, մութ ու սարսափելի տարիներ, պատերազմի մեջ, ինչու, որովհետև ունեին կամային իշխանություններ, ունեին կամային առաջնորդներ եւ ունեին խելամիտ մարդիկ, ովքեր գիտեին ինչպես պիտի բանակցեն Ելցինի հետ, իդեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, իդեմս Վազգեն Սարգսյանի, որ գիտեր ինչպես պիտի բանակցի Գրաչովի հետ, եւ Հրանտ Բագրատյանի, որ ինչպես պիտի բանակցի Գայդարի հետ, եւ այդ խելոք մարդիկ, կամային մարդիկ այդպես տնտեսապես բոլոր առումներով շրջափակված ավիրված երկրին կարողացան հասնել նրան ճիշտ դիվանագիտությամբ, ճիշտ մարտավարությամբ հասան նրան, որ մենք հաղթեցինք եւ այդքան տարածքներ ազատագրեցինք։ Շատ տարիներ չի անցել քարորյա պատերազմից հետո։ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ քարորյա պատերազմի նախ միջև Սերժ Սարգսյանը այդ ինչու հարց չեք տալիս, էլի նույն Ադրբեջանն էր, հզոր Թուրքիան թիկունքին, Նարեկ Կարապետյան, ձեզ հարց տվեք, ինչու չէր համարձակվում Ալիևը հարցակվեր եւ չէր համարձակում մի կրակ արձակեր սահմանին, ճիշտ է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, որովհետեւ գիտեր ինչ պատասխան է լինելու, ինչ կամային եւ ուժեղ իշխանություն կա Հայաստանում եւ ինչպես կսատկացնեն ադրբեջանցիներին եւ կվռնդեն այստեղից եւ դրա համար չէին համարձակում եւ մեկ անգամ համարձակվեցին Սերժ Սարգսյանի ժամանակ ապտակ այնպիսի ապտակ ստացան եւ տնտեսապես առանձնապես բան վիճակում չէր, նույն վիճակն է, շատ տարիներ չէր անցել, բայց այնպիսի կամային եւ ազգային իշխանություններ, որ այն օրը գցեցին Ալիևին, որ Ալիևը չոք գնաց Պուտինի մոտ խնդրեց, որ կանգնեցնեն այդ պատերազմը, դա էր Սերժ Սարգսյանի ժամանակ, իսկ ինչ վերաբերում է 20 թվականին, ողջ Սփյուռքը կանգնած էր Նիկոլի թիկունքին, ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց, տեղի ունեցել դավաճանություն, տեղի ունեցել Արցախի ժողովրդին լքել են, թողել են, դավաճանել են, Սփյուռքի օգնությունն էլ չեն հասցրել, Հայաստանի օգնությունն էլ չեն հասցրել եւ բազմաթիվ հարցեր կան, սկսած այն նամակից, թե ինչ նամակ է ստացել, ինչ է պայմանավորվել, ինչպես են դավաճանել, ինչպես են հանձնել Արցախը եւ եթե տնտեսապես թույլ երկրում 6 միլիարդի զենք չէր լինի Սերժ Սարգսյանի ժամանակ, որը որպես նվեր տվեցին Ալիևին եւ առանց պատերազմի այդքան տարածքներ հանձնեցին։
չպարզունակ, պրիմիտիվ պատասխաննել բաներ չտալ, տիրապետել իրավիճակին եւ ինչպես ասում են, չօգնել Նիկոլին, որպեսզի ես իրենց հրեշավոր ծախու, այս պատերազմը ծախել են, արցախցիներին ծախել են եւ արդարացման բան չգտնել, ասել որտեղ տնտեսապես չգիտեմ ինչ վիճակում էր, տիրապետեք թեմաներին եւ այդպիսի հայտարարություններ մի արեք, սա ուղղակի բարեկամաբար եմ ասում, նշանակում է դուք չեք տիրապետում, այսի հայտարարություններ եք անում, հայ ժողովուրդը թույլ Հայաստանի Հանրապետությունը տնտեսապես մի քանի անգամ զիջել է Թուրքիային եւ Ադրբեջանը, բայց իրենք չեն համարձակվել, որտեղ իմացել են, որ ազգային իշխանություն կա եւ զենք էլ կար, ամեն ինչ էլ կար եւ պատրաստ է այս ժողովուրդը նորից պաշտպանելու իր հայրենիքը, Արցախն էլ Հայաստանի Հանրապետությունը, բայց այստեղ ինչ եղավ, հիմա ինչի՞ է զիջում։ Հիմա ինչի՞ գնում ես ողորմելի քայլերին, որտեվ այդ հարցը կա, այդ 5 միլիարդը հասել է Նիկոլին, թե չէ, այդ դրա մասին խոսեք, դավաճանություն եղել է, թե չէ, Ռոբերտ Քոչարյանն էլ ասեց շատ տարօրինակ էր, հիշում եք ՀՊԱ-ականները որտեղ որ կար, այդ ինչի դեռ ռում չէր պայթում, հարց չի առաջանում, հա, հարց չի առաջանում, այդ ինչի Սամվել Բաբայանը ձեռքերը գրպանը ասենց եկավ անցավ սիրուն, բայց այդ մեր հերոս նախագահներն ու գեներալները չկարողացան, մեծ բարերարը չկարողացավ անցնի, հա, հարց չի առաջանում ձեզ մոտ, այդ ինչպես եղավ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, մենք պատրաստ չենք արցախցիներին բաշխելու, հազարավոր հարցեր կան, այնպես որ փոխանակ այդ հարցերը բաց տեքստով այդ հարցերի մասին խոսեք, այդպիսի հայտարարություններ մի արեք, որ տնտեսապես թույլ է, ոչ, եղել է դավաճանական իշխանություն եւ հայ ժողովուրդը դավաճանված է եղել այս իշխանությունների կողմից, որտեղ բաներ են պայմանավորվել թշնամի երկրի հետ եւ հանձնվել է մեր հայրենիքը եւ Արցախը։ Ես երկար խոսեցի, ներողություն եմ խնդրում, կուտակված հարցեր կան, թող անդրադառնամ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինձ թվում է դուք ձեր ցանկությամբ որ հարցից ուզում եք սկսեք, պարոն Դանիելյան։ Կարևոր թեմաներ կան, հերթականությունը որևէ մի նշանակություն չունի, կապ չունի, որ թեմայից ենք սկսում, բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ մեր ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող թեմաներ են։ Նախ ուզում եմ ձեր հենց ասած իրավիճակի նկարագրելուց սկսեմ եւ հասկանանք, որ ինչ է կատարվում իրականում, որովհետեւ սա կապված է մեր հարկատուների, մեր հայրենակիցների վճարված փողերից, մսխված միլիարդավոր դրամներից, միլիարդավոր դոլարներից, որոնք որ գիտեք, որ ազգակործանը ինչ էր հայտարարում, ասում էր ասֆալտը, դե ասֆալտը, փաստորեն դուրս եկա, որ ասֆալտը այդքան էլ ասֆալտ չի եւ ընդհանրապես աղերս չունի ասֆալտի հետ։ Փոսեր։ Խրամատներ, բառից բուն իմաստով, խրամատներ, մարդիկ արդեն տևական ժամանակ նաև ինձ են բազմաթիվ դիմումներ գրել եւ նաև տեսանյութերը լիուլի են համացանցում, թե ինչպես են մի հատվածում միանգամից մի քանի րոպեվա ընթացքում տասնյակ մեքենաներ ուղղակի ջարդուփշուր լինում։ Ուղղակի բառից բուն իմաստով ջարդուփշուր լինում եւ մարդիկ շիվարած նայում էին, ասում էին, դուք ասում եք ասֆալտ ենք անում։ Էսա ձեր ասֆալտը։ Էսա ձեր ատկատները։ Էտա ձեր մեր իշխանական շրջանակների իրար հետ փոխկապակցված, ես չգիտեմ, տարբեր մեկ անձից գնումներով ու թալանը մեկ անձից գնումներով ու եսի մինչերով կառուցված է ճանապարհները, որը որ իրականում խայտարակ մի վիճակ է, խայտարակ մի պատկեր է, որևէ մի երկրում, սիրելի հայրենակիցներ, չկա այդպիսի բան, որ փորձում են մոլորեցնել, դե սեզոնը լավը չէր, ձյունն է եկել, չգիտեմ, Տիկին Թովմասյանն ասեց աշունա, տերևաթափա, անձրևա, քամիա, կարկուտա, փաստորեն ինչ եղանակային պայմաններ են դուք ասել եք ճգնաժամ, հա? Հայաստանի Հայաստանի Հանրապետությունում ինչ եղանակային պայման լինում է, Հայաստանում ճգնաժամ է լինում։ Խորը եւ համապարփակ ճգնաժամ է։ Անձրևա գալիս, չգիտեմ, պետք է մարդիկ վադալազի շորեր հագնեն, որ կարենան ասենք այդ թունելներով բանով անցնեն։ Իդեպ ոչ թե ձեր սարքած թունելներով, այլ ժամանակին սարքված ճանապարհներով, որ ճանապարհեր չունեք սարքած։ Երևան քաղաքում մի հատ այլընտրանքային ճանապարհ չկա կառուցած, բայց այսօր առավոտվանից եւ ամբողջ տարվա մեջ մարդիկ ստիպված են խցանումների մեջ անցկացնել իրենց օրվա մեծ մասը։ Խցանումները քիչ ճանապարհների վիճակներից խայտարակ պատկերը։ Ուղղակի խրամատներ մարդկանց նյութական վնաս են հասնում միլիոնավոր դրամների, մարդը ստիպված ամեն օր մեքենան տանել վերանորոգում։ Հեսա ձեր ասֆալտը։ Բացեք թվերը, նայեք, տեսեք ինչքան միլիարդավոր դոլարներ են դուրս գրվում ճանապարհների կառուցման հետ կապված։ Իբր թե ասֆալտ են անում։ Հեսա ձեր սարքած ասֆալտը։
Էսա ձեր սարկած երկիրը կառավարման ճգնաժամ, որովհետև այս մարդիկ կառավարման հետ որևէ մի աղերս չունեն։ Ինչի՞ չունեն։ Որևէ մի աղերս չունեն։ Թալանա տա։ Ասում եմ, բանենք, աղենք շախտվել, ասում եմ դրա համար, ասում եմ ճանապարհները քայքայվում են։ Խի ուրիշ երկրներում ճանապարհները չեն մշակվում։ Ուրիշ երկրները, որ ձյուն է գալի, ճանապարհները չեն մաքրում։ Այդ ինչ անհեթեթություն է։ Կամ ասեք, ամեն տնտեսվարող պիտի գնա իր բանի դեմը մաքրի։ Այսինքն դուք կապ չունեք, էլի։ Այդ մայթերի վրա որ տասնյակ հարյուրավոր մարդիկ որ ընկնում են եւ ոտու ձեռ են ջարդում։ Ինչ ամփոփելով թեման ասեմ որ խայտարակ կոռուպցիա է, հիմա մի հատ վարչություն են ստեղծել քաղաքապետարանում հուզմունքի վարչություն, հա, հուզմունքի բաժին, հա, մի հատ մանա նոր բաժին են ստեղծել հուզմունքի, որ մարդիկ հուզված են, զանգեն այդ հուզմունքը արտահայտեն։ Այսինքն խեղկատակություն, խայտարակություն ոչ միայն Երևան քաղաքում։ Ես նաեւ ուզում եմ Նաև բազմիցս անգամներ տաղավարից խոսել, մեկ անգամ եւս ասել, միջպետական ճանապարհներին տասնյակ վթարներ, տասնյակ զոհեր։ Վերջերս էլի մեկ օր առաջ էլի ապարանի ճանապարհը, Գյումրի, Երևան միջպետական մայրուղին, Երևան-Սևան միջպետական մայրուղին։ Ճանապարհային դեպարտամենտ չկա, գոյություն չունի էլի միլիոնավոր դոլարների էլի մսխումը տեղ։ Այսինքն ամենուր բարդակ, ամենաթողություն, կոռուպցիա, կաշառակերություն, այն որ կներեք, բայց այն որ ասում է շունը տիրոջը չի ճանաչում։ Ով ինչ հասնում է, ով ոնց հասնում է, գրփում է։ Բայց լափամանից ով է օգտվում։ Լափաման եք ասում, ով է օգտվում լափամանից եւ ով է հետևանքների համար պատասխան տալիս։ Հետևանքների համար պատասխանա տալիս մեր ժողովուրդը, որ այդքան միլիարդավոր դոլարները վճարում է, այդքան միլիարդավոր դոլարներ գնում է համայնքային բյուջեներ եւ ուրեմն գնում է պետական բյուջե եւ այդ գումարները մսխում են, բարից բուն իմաստով։ Ոչինչ, Նիկոլի Թալանի վերադարձի ժամանակն է, չէ՞, գտալով հիշում եք ինչքան է կերծրել ժողովրդին ասֆալտ։ Չէ՞, տարիներով կերակրել։ Ես առաջարկել եմ, մերոնց համայնք ասում եկեք մի հատ գնանք, 3 տարի առաջ ասֆալտ աղի, մի հատ այդ փոսերը հաշվենք, տեսնենք թե այդ ինչ ավերակ է, այդ ինչքան է կերել դուք այդ ասֆալտը։ Այդ ասֆալտի փողերը դուք Նիկոլ այդ ինչքան է կերել, այդ ինչ Թալան է կարել։ Ուրեմն Աշնանը մի հատ փողոց են, մի շանք ասես կարճ փողոց են գցել, Աշնանը մի քանի ամիս առաջ, պարոն Դանելյան, ես ձեզ հրավիրում եմ իսկապես գնում ենք, կարող ենք նկարը անել։ Աշնանը փոսերը արդեն, Աշնանը։ Դուք պատկերացնում եք, մյուս ճանապարհը 3 տարի առաջ, այսինքն էլ ոնց է լինում, թե ոչինչ, եկել է իրանց Թալանը վերադարձնելու ժամանակ է, խայտարակ Թալանը։ Ինչի համար է այդպես եղել։ Բան են արել, չէ՞։ 8 տարի կերծրել, գտալով կերծրել եք ասֆալտ, ասա կերեք։ Հայ ժողովրդին ասում է սոված եմ, ասում ասֆալտ կեր, դե գիժա, չէ՞, մի բանը 40 անգամ ասում է, կերեք, ասֆալտը կերեք։ Ուրիշ բառերը եթե 1000 անգամ կրկնում հոգեկանը, հաստատ այդ ասֆալտ բառը էլի երևի մտքում ասում է կերեք հայեր, կերեք ասֆալտը, աչքերը ցենց բժժի, դե գնացեք 600,000-ից ձայն տվեք, հետո այդ փոսի մեջ խրվեք։ Ես է նոր կառուցված ճանապարհը, ինչ ես չեմ հասկանում էլի, ինչքան պետք է աբսուրդ դրնի, որ նոր կառուցված ճանապարհը պետք է կարկատան անեն։ Նոր կառուցված ճանապարհը կարկատան անեն։ Ինչ կարկատան, նոր կառուցված ճանապարհը կարկատան։ Ինքը թքած ունի կարկատանել չի անում, ընտրություններից առաջ կգա այդ փոսերը դույլերով կլցնի, կուտել։ Մենք նաև չենք մոռանում, որ 7 միլիարդ դոլար կներեք, 7 միլիարդ դոլար ամեն տարին մեր պետական պարտքը ավելացնելով 1 միլիարդ դոլարով, ես արդեն 8 միլիարդի կհասնի, 8 միլիարդ դոլար մսխվել է, 8 միլիարդ դոլար պետական պարտքա վերցվել։ Մեր հայրենակիցները այդ պարտքը պետք է տասնամյակներ շարունակ փակեն, թե ինչա թե այս մարդիկ պետք է լավ ապրեն, տուն են պահում, չէ՞, ասում են դե ինչ ենք անում, տուն ենք պահում։ Իրանք տուն են պահում։ Իրանք թալանում են։ Բուն իմաստով իրանք անհարմար եք զգում ասեք որ թալանացները իմիջիայից որ գա թալանացը հետ չէ բերելու։ Ես հույս ունեմ որ Հայաստան դաշինքն ու մեր ձևովը հաղթելու է, ես թալանը հետ եք բերելու։ Իհարկե բոլոր այն գումարները, որոնք որ յուրացվել են, վատնվել են, կերել են, լափել են եւ այլ, այդ բոլոր փողերը պետք է վերադարձվեն բյուջետ։ Այս բանակի մահերը, որ հիմա այսպես վիճակագրություն է եղավ, մեծ խոսում է Սուրեն Պապիկյանն ասում է, ասես մի հատ էլ ինքնաբավ նստած ինքնագո, ինչի՞դ վրա է տենց գո։ Այս զոհերի ասում է, ես վստահ եմ, ես որտեղ որ լինեմ, մի հատ էլ ինչ որ անուն է տալիս վեհապար հորը, ի՞նչ է ասում։
Գոտրի չասում, չգիտեմ ինչ որ sense անուն ա տալի, ինքը այդտեղ չի կարող լինել եւ պատահ, ինքը ինքը այդքան կա, ինքը որտեղ որ լինի վեհապար որ անունը չեն տալու էլի։ Մի հատ գնա քո գործով զբաղվի այդ տղա, մահը մահվան վրա է բանտում։ Մահերի թեման, մահի թեմային կանդրադառնանք, շատ կարևոր թեմա է, բայց ես ուզում եմ նաև հիշեցնել, որ հերթական սրբապղծությունը տեղի ունեցավ եւ բանակում գնդերեսների ինստիտուտը վերացրեցին, այսինքն գնդերեսներին հանեցին բանակից, որը կարևորագույն նշանակություն ուներ բանակի բարեհոգեբանական վիճակի հետ կապված։ Մեր գնդերեցները շատ հետևողական աշխատանք էին տանում եւ ես գիտեմ ինչ տիտանական աշխատանք էին տանում, ինչ օրնիբուն աշխատանք էին տանում մեր ժամկետային զինծառայողների հետ, մեր սպայական կազմի հետ, բայց թշնամական ծրագրի շրջանակներում նաև բանակում վերացվեց գնդերեսների ինստիտուտը եւ անցած շաբաթ փորձ կատարվեց նաև ուժային կառույցների կողմից, գիտեք, որ քանակերում եկեղեցու Բաքում հայտնվել էին անհասկանալի ռազմական ոստիկանության աշխատողներ, ես եւ իմ գործընկեր Գեղամ Մանուկյանը անմիջապես գնացինք այդտեղ եւ ուղակի պարտադրեցին եւ պահանջեցին, որպեսզի լքեն տարածքը, որովհետեւ հավատավոր ժողովուրդ ապշած էր, թե ինչ գործ ունեն ուժային կառույցների ներկայացուցիչները գտնվելով ուրեմն այդ տարածքում եւ ինչ գործառույթ են կատարել, ուրեմն գնացին այդ տարածքից, բայց համենայն դեպս չէի կարող դրան չանդրադառնալ։ Ինչ վերաբերվում է բանակում տիրող իրավիճակին, ուրեմն սարսափելի բարքեր, դրա մասին խոսում են տասնյակ ծնողներ, վերջերս նաև Ազատություն ռադիոկայանը ռեպորտաժ էր պատրաստել մի որդեկորույս ծնողի, որը ամիսներ շարունակ ահազանգել էր տուն, որ այստեղ ոչ կանոնադրական հարաբերություններ են։ Ծնողին ասել էր, որ ահավոր մի իրավիճակ ա տիրում եւ մարդիկ զինվորականները ժամկետային զինվորականները բարբերաբար ենթարկվում են աններքնաշորվ պտտող բանը, ինչա մի հատ վահե կար, այտեցել այդ ներքնաշորը գլխիդ մի հատ հագցրու, հաստատ հիմա արդեն ներքնաշոր գնելու փող երևի կունենաս, որովհետև այդ է չի ասում, որ մենք ներքնաշոր չենք ունեցել բանակում, գլխիդ հագցրու մի հատ գնա այդ ծնողի հետ խոսի, օրինակ առաջարկ արեք, ասեք, ինչա դրա անունը։ Վահագն Ալեքսեյան, գլխիդ հագցրու ներքնաշորը, որ քեզ նվիրել են։ Մի հատ գնա այդ ծնողի հետ մի հատ խոսի, տես այդ ինչ բարքեր է, ինչա։ Այն որ Արմավիրում վեր են գա Ալեն Սիմոնյանի, բանակում չգիտեմ ես ինչ, մտում դու էլ ծառայող ես, էլի ծառայել ես։ Բա մի հատ գնա այդ տղա։ Մի հատ գնա հլտես։ Մի հատ գնա տես հլը թե այնտեղ ինչա, բա սենց խնդիրներ ա եղել, չգիտեմ ինչ ա եղել։ Մի հատ գնա հլը տեսեք ինչ ա կատարվում ձեր բանակում։ Հա, մեծ մենակ բանը, անդաշտիրակներ, մեծ մենակ փրկում են։ Ես ուզում եմ մի շատ կարևոր հանգամանքի վրա կոնկրետ ասեք, նրանք ովքեր կամ են մի հատ բեղավոր, դրա անունը ինչ էր, Գագիկ ինչ էր։ Հա, Թալանչի։ Նիկոլի թիմի Թալանչի։ Բա հիմա գնատես բանակում ինչա կատարվում, այդ Թալանչիներ։ Եթե թույլ կտակ շարունակեմ միտքս, ուրեմն սրանք սարքել են բանակի զոհերի թիվը որպես վիճակագրություն, այսինքն չեն պատկերացնում կամ չեն գիտակցում կամ իրանց չգիտեմ ինչի տեղ են դնում, ամեն մի զինվոր մի տան ճրակ է, ամեն մի զինվոր մի տան լույս է, դուք մարում եք այդ տան լույսերը, դուք հազարավոր տան լույսեր մարել եք, դուք հազարավոր մեր հայրենակիցների գլուխը կերել եք եւ հիմա անպագորգոր հայտարարություններ անեք, թե գիտեք ինչ, հիմա բանակում ամեն ինչ կարգին է եւ մենք տեսնում ենք արդեն 1 ամսվա մեջ ինչքան ուրեմն զոհեր են եղել եւ հանգամանքների բարձելու հետ կապված է բավականին խնդրահարույց է։ Որևէ մեկը պատասխան տվել է այս ամեն ինչի համար։ Որևէ մեկը բանակի ամենաբարձր զինվորական կոչումներ ունեցողներից մինչև ցածր սպայական կազմը մեկը պատասխան տվել է։ Մենակ Սուրեն պապիկի ասում կինս հղի է, լավ է, հղի է, շատ լավ է։ Ազատի կացարանում մեր երիտասարդների այրելու հետ կապված որևէ մեկը պատասխան տվել է։ Դե դրանից հետո չի ամանչում Սուրեն Պապիկյանը գլուխը բարձրացնում է Նիկոլի հետ մի հատ էլ գնում, ասում այնտեղ ես վստահ եմ, իրանից որտեղ որ ես լինեմ կաթողիկոսյանի, իբր ես ինքը ով է։
Եթե որտեղ որ ես լինեմ, կաթողիկոսի անունը չի հնչի, մի հատ կտրի, չգիտեմ ինչ որ մի հատ անուն է տալիս էլի, վեհապար հոր անունն էլ չի տալի։ Այս կատեգորիան է։ Հետո ասում են, ՔՊ-ի մեջ մարդկային բան կա։ Ոչ, ՔՊ-ի մեջ այնի մի քիչ, ինչ մարդկային։ Ես ասում եմ, ինձ թվում է թե նորմալ դեմք ունի, ասում եմ, երևի այսքան պիղծ չի սա։ Համեմատած, ասենք այտենց եսի միշտ չի, ոնց որ տպավորություններ ընտանիքա տեսել բան, բայց հետևում է սրան, ես չեմ հասկանում, ես ովքեր ես որտեղից են սրանց գտել, որտեղից են եւ ամենաբան թեման, որ խոսեցի, կարծում եմ Սերժ Սարգսյանին Ալիևի առաջարկած 5 միլիարդ դոլարը վերցրել է Փաշինյանը, Զատուլինի խոսքերն են։ Դա իմ ենթադրությունն է, այդ փողերը 5 միլիարդ դոլարը վերցրել է Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար ինչպես այժմ մենք պարզում ենք, նա էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր թեկնածուն է հունիսի 7-ի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Ուշադրություն կարծում եմ Սերժ Սարգսյանին Ալիևի առաջարկած 5 միլիարդ դոլարը վերցրել է Նիկոլ Փաշինյանը։ Դա իմ ենթադրությունն է։ Այդ փողերը 5 միլիարդ վերցրել է Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ինչպես այժմ այստեղ խնդրում եմ ուշադրություն։ Մենք պարզում ենք, որ նա էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր թեկնածուն է հունիսի 7-ի ընտրություններում։ Այնպես որ նա որ գնալու է 7-ին ինչ որ պատրակ ինքը ինչ որ բան գտնի իր համար ասի որ ձայն եմ տալի, դուք ձայն եք տալիս Էրդողանի եւ Ալիևի թեկնածուին։ Եթե դուք դրա հետ համաձայն չեք, հետ գնացեք եւ տեսեք թե ինչ հայտարարեց Էրդողանը, երբ որ պատերազմից հետո պահանջում էր Գեշտաբի կողմից Նիկոլի հրաժարականը, ինչ հայտարարեց Էրդողանը եւ ինչ հայտարարեց արտգործ, այո, որ մենք քայլեր կանենք, եթե հանկարծ Նիկոլին հեռացնենք եւ ինչ հայտարարեց արտգործ նախարարը վերջերս, Ֆիդան ինչ հայտարարեց, որ մեր տեխնացու մենք աջակցելու ենք ում Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկի մտքից այլոց դեռ անցնում է, որ կարելի է 4 պատերազմ բերող Հայաստանը կործանման եզրին, Արցախը կործանած եւ Հայաստանը կործանման եզրին հասցրած մարդուն, գերիների մասին բացարձակ չմտածող մարդուն կարելի է գնալ, եթե անգամ 5 ձայնա ստանալու Նիկոլը, դա միևնույն է ազգային խայտարակություն է, ազգային նվաստացում է, ազգային ամոթ է։ Ոչ միայն գերիների հարցով բան չեն անում, այլ բոլոր այն ծրագրերը, որ կա, որ փորձում են իրականացնել տարբեր կառույցների կողմից, այդ ամեն ինչը ձախողում են Ադրբեջանի հետ ձեր Ինչ է նստած Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը, հարց չունեք, ինչ է նստած վեհապար հոր եղբայրը, մոռացել ենք դրա մասին, եղբոր տղան, մոռացել ամեն օր դրա մասին խոսում, Մկրտիչ Սրբազանը, ինչ է նստած, ինչ է բարիս բուն իմաստով, ինչ է ահաբեկչություն շարունակվում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ նաև քրեական գործեր են հարուցվել այլ սրբազանների նկատմամբ։ Այո։ Եվ սա պատահականություն չէ, էլի իրենց ծրագրի մաս է կազմում։ Ես ուզում եմ նաև մեր հայրենակիցներին հիշեցնել, որ ոչ միայն սրանք ի վիճակի չեն, ոչ թե այլ չեն ուզում, որ այդ մարդիկ վերադառնան հայրենիք։ Իրենք ամեն ինչ անում են, որ Բաքվի բանտերում եւ Հայաստանի բանտերում մնան հայրենանվեր, մտածող, պայքարող, իրենց կյանքը դրած, իրենց ավանդը ներդրած պետականության մեջ, այն բոլոր մարդկանց եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ բոլոր այն մարդկանց, որոնք որ այս ընթացքում աչքի են ընկել իրենց համարձակ հայացքներով, իրենց խոսքով, իրենց քննադատական ելույթներով եւ անչափ կարեւոր է, որ մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ ծրագրեր ունի Ադրբեջանը եւ Թուրքիան հետասու Հայաստանի հետ կապված։ Իրենք հիմա այդ կուտը տալիս են, այդ մի քանի վագոն ցորեն կուղարկեն, մի քանի ցիստեր բենզին կուղարկեն, մի երկու հայտարարություն կանեն, մի երկու անգամ կշոյեն, երկու անգամ էին ուզում ուղարկել։ Արցախցիները Չէ, ուզում էին ուղարկել, բայց այդ ցանկությունից հետո որ ուզում էին ուղարկել, այդ ոնց պայթեցրեցին, այդ ինչ արեցին արցախցիների։ Այդ պատկերը մոռացել եք, այդ որ կենտրոնում գերեզման էին փորում, ես այդ պատկերը էլի մոռացել եք, այդ ողբը, այդ սարսափը, հա, այդ գլխատված ընտանիքի երեխաներին մոռացել եք, այդ գլխատող ծերունուն մոռացել եք, հա։ Արցախում ընդհանրապես 10 հայեր մնացել են չանդուրժեցին։ Ընտանիքներով մոխրացան այդ գազ, այդ մոռացել եք, այդ գաղթի այդ մանը ճանապարհը մոռացել եք, հիմա ավիրվող այս եկեղեցիները մոռացել եք։ Տրակտորները դրանց քանդում են։ Բակո Սահակյանի հայացքը մոռացել եք, հա։ Ռուբեն Վարդանյանին
Դուք տենց մոռացել եք, հա? Աշխարհի բարեգործություն ու բարերարություն արել ամբողջ աշխարհով մեկ։ Էլ չեմ ասում հայ ժողովրդի համար։ Հիմա խաղաղության մեկ Թուրքի ձեռքից մրցանակ եք ստանում Արցախը հայաթափելու համար։ Մոռացել եք, այս հայացքը մի հատ նայ էլի։ Բակոսը այս դեմքը որ հիշեք, պարոն Դանելյան։ Այս դեմքը էլի, մի հատ խնդրում եմ շրջվեք էլի։ Տեսնում եմ։ Այսօր Բակոս Սահակյանից ես տեսնում, հա, տեսնում եք այստեղ։ Ես չգիտեմ, էլի սրանից հետո եթե ճիշտ ասեց այն օրը հյուրերիցս մեկը չի ասում, եթե հայ եք, եթե դուք մարդ եք, ոնց կարա մեկը կոչվի մարդ ու այս ամեն ինչից հետո գնա ձայն տա, այս թալանչիներին ու այս ավիրող պատերազմերող այս խոշտանգողներին, հա? Ազգակործաններին։ Ոնց կարելի է ազգակործաններին, Այո։ այս պատուհասներին գնա ու մի հատ էլ ձայն տա, էլի ասի սա, ու հարձակումը հայ առաքելական եկեղեցու Ես էլ մյուս դեմքեր էլ չեմ ասում մի դրեք, որովհետև սարսափել է, այնտեղ մարդ գոյություն չունի։ Այնտեղ Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին, ես չգիտեմ, այդ դեմքերը չես էլ կարողանում նայել, Լևոն Մկրտչյանին, Արկադի Մնացականյանին, Արկադի Ղուկասյանին, Ռուբեն Վարդանյանին, չես էլ կարողանում այդ դեմքերը, այնտեղ մարդը արդեն չգիտեմ ինչերի միջով են անցել։ Ու ինքն էլ շարունակում է եկեղեցու վրա հարձակումները շարունակվում է, հիմա էլ արդեն տենց որոշել է գնալ եւ ընդհանրապես ճիշտ էլ կնի ոչ էլ լուսաբան են թող գնա, բայց այնտեղ քանի մարդ եկավ եւ իմացան, որ այնտեղ ինքը այնտեղ է շրջվեցին եւ գնացին։ Բայց ոչինչ, ինքը գնում է, հետո դրանից հետո մի հատ միացեք ինչ էին ասում մարդիկ իմանալով, որ ինքը մտել է այդ եկեղեցին ասում։ Այո, պետք է մաքրվի Ինքը իմիջիալոց իլյուզիաներով չապրեք, ինքը շարունակելու է հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա, շատ լավ է, Սփյուռքում ակցիա է եղել, մենք հիմա այդ կցուցադրենք եւ Վրաստանում, մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունում, մենք տեսանք նաեւ Լոս Անջելեսում կեցեք, շատ ճիշտ է կարել, որովհետեւ տիրադավ կարևոր տիրադավներից մեկը այն չէ։ Հովնան Տերտերյանն է, որովհետեւ փաստորեն այս մարդը Այս Միացյալ Նահանգներում է, չէ՞ դրեք Հովնանի դեմ։ Այո, Լոս Անջելեսում։ Հովնանի դեմ է, շատ կոնկրետ, չթող գնա եւ այսպես։ Այսինքն 328 եկեղեցի հանձնած մարդիկ ինչ որ բան են ուզում, դրանից կրկնակի կառուցած ու վերանորոգած, հա, եւ ովքեր են էլի։ Եվ նույն այսպիսի ակցիաներ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցներին պիտի կոչ անել շատ ակտիվ լինել, որովհետև եթե բոլոր տեղերում որտեղ հայ կա, անպայման պիտի այս ակցիաները արվի, պիտի այդ ճնշումը գործադրվի, որովհետև սա անթույլատրելի է, սա թուրք-ադրբեջանական օրակարգ է, իդեպ մի հետաքրիր զուգահեռներ կա, էլի, ըստեղ հայտնի ուժի աջակիցներն են ցնծում այս հակաեկեղեցական արշավից եւ Ադրբեջանում, եթե նայում ես ադրբեջանական մամուլը լրատվամիջոցները ուղղակի ցնծության մեջ են վերջին գնդերեսների հետ կապված, սրբազանների հետ կապված, ասում են ինչ ճիշտ ուղով է գնում Նիկոլ Փաշինյանը, մեր Նիկոլ Փաշինյանը, ապրեն այս իշխանությունները, պիտի քանդվի հայ առաքելական եկեղեցին, այսինքն այս գործընթացը ամբողջությամբ տեղավորվում է հենց այդ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերի եւ հրճակած ուրեմն սկզբունքների շրջանակներում Այս ամբողջ այս քրեական գործերը, այս շինծու մեղադրանքները, այս հակաեկեղեցական արշավը, այս մարդկանց անվանարկելու եւ իդեպ նաեւ վերջերս նաեւ տեսանյութեր էին նայում, ժամանակին նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքերը այս տիրադավ ուրեմն եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների հետ կապված։ Էլ ինչերի մեջ ասես չէր մեղադրում, էլ ինչեր ասես որ չէր ասում։ Հիմա իրենք դարձել են մի, այսպես ասած, համախորհուրդ եւ փորձում են խախլել եւ քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դիրքերը, բայց ի պատիվ
մեր եկեղեցու եւ նաեւ դա ամեն ինչ արվում էր այն շրջանակներում, որ խափանվի, գիտեք, որ դուրսը պիտի տեղի ունենար եպիսկոպոսատ ժողով, բայց ի պատիվ նաեւ ես պետք է ասեմ մեր այն մյուս սրբազանների, որոնք որ հիմա ազատության մեջ են, իրենք ես նաեւ շատ ուրախությամբ պիտի արձանագրեմ, ասում են, որ մենք երբեք ուխտադրուժ չենք լինի, մենք երբեք տիրադավ չենք լինի, մենք երբեք հայ առաքելական սուրբ եկեղեցուն չենք դավաճանի, ինչքան էլ որ քաշքշեք, ինչքան էլ մարդկանց տանեք բերեք, ինչքան էլ որ փորձեք անմարդկային վերաբերմունք դրսևորեք, ինչքան էլ փորձեք գնաք մեր եկեղեցիները պղծեք, որովհետև ձեզնից հետո այդ եկեղեցիները անմիջապես հետո պիտի մաքրագործվեն, դուք այդ տառապանքների համար պատասխան եք տալու, հավատացյալ մեր հայրենակիցների զգացմունքների հետ խաղալու համար պատասխան եք տալու, մարդիկ արդեն չեն կարողանում գնան մասնակցեն պատարագի, այդ մի տեղն էր մնացել, որ մարդիկ հնարավորություն ունեին Աստծո հետ հաղորդակցվելու, իրենց ուրեմն մոմ վառելու, պատարագին մասնակցելու, բայց դուրս եկա, որ դուք այդ տեղն եք պղծում, դուք այդ միակ տեղը, որ հավատացյալ մարդը իրավունք ուներ մտնելու, դուք այդ եք պղծում, բայց ես համոզված եմ, որ ժամանակը մոտ է, մեր ժողովուրդը գիտակցում է այն արհավիրքն ու չարիքը, որ եկել է եւ մեր անդորը, մեր օրը, մեր, չգիտեմ, ամեն ինչը մղձավանջի է վերածել, մենք հասնելու ենք մեր նպատակներին, կասկած չունենաք, բայց եւս մեկ անգամ խնդրում եմ եւ պահանջում եմ սիրելի հայրենակիցներ, երբեք մասնակիցը չդառնաք այս արշավին, որը տեղի ունենում, որը կազմակերպվում է, ես գիտեմ ձեզ վախեցնում են, ես գիտեմ ձեզ սպառնում են աշխատանքից ազատելու, այս անելու, այն անելու, բայց սա մնալու է պատմության մեջ։ Այն մարդիկ, որոնք մասնակցում են այս ամեն ինչի, երբեք ու երբեք չի մոռացվելու։ Ձեր սերունդները պիտի այնպես անեք, որ ձեր առածներից չամաչեն։ Վաղը մյուսօր չամաչեն, որ իրենց ծնողները այս Ինչ չամաչեն, մարդիկ հրաժարվելու են իրենց ծնողներից։ Ոնց եք պատկերացնում, ասենք հիմական չեն Ստալինյան ժամանակներում մարդիկան չեն ասում, չէ՞, իմ պապը կամ այն պատերազմի ժամանակ այդ դավաճանը։ Մենք դες մի քանիսին գիտենք, չէ՞, որ իրենց պապերը դավաճան են եղել, այդպես էլ չէին ասում։ Հետո բացահայտվեց, չէ՞, հիմա ասենք Ավինյանի, Սուրեն Պապիկյանի, Նիկոլես, սրանց թորներ, եթե Աստված տա թորներ ունենան ծորներ, իրանք ասել են, չէ, կապ չենք ունեցել, իրանք հրաժարվելու են։ Իրանցից մեկ էս վերջերս բաժանվել էր, ներ կողքից ասում է, ինչ երջանիկ են դրա երեխեքը, գոնե կասեն, բանը, մամա Սարանձինը ապրել, մենք այդ պապայի հետ կապ չենք ունեցել այդ ԿՊԱ-կանի, էլի, ասում է, արդեն մեծ բան է, իրանք հիմա չեն հասկանում, թե ինչ լավ բան է տեղի ունեցել, որ բաժանվել են, որտեվ հնարավորություն ունի ազատագրվելու այդ դավաճանի պիտակի Արցախ ծախողի, այդ սրիկա թալանչիների, ամենակարևորը հայրենիք ծախողի, եւ ինչ է։ Եթե կարելի է մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, շատ կարճ ասել ու անցնենք առաջ, էլի, եթե թույլ կտաք, ուրեմն տեսեք, սա որ միտեղ է գնում, դիպուկահարներ, տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ, մենք տեսնում ենք այդ սնայպերները ամբողջ այդ երկայնքով, այդ լրագրողները ցույց են տալիս, անգամ երաբլուր գնալուց հետ դիպուկահարներ է տանում, անգամ երաբլուր գնալուց, մամուլով ուրեմն ցույցեր տրվում էր։ Այս ուժային կառույցները իր շուրջը հավաքել է տասնյակ անվտանգության աշխատողներ, ես կրկնեցի բարեկային ծառայության աշխատողներ եւ այլը, բայց երկրում մոլեգնում է սպանությունները, մոլեգնում է բանը, գողությունները, միջանձնային հարաբերությունները, ամեն օր լրահոսը բացում ես, սպանություն, կրակոց։ Արդեն բանը հասել է նրան, որ այդ միջանձնային հարաբերությունները փորձում են լուծել խաղահրապարակներում, չգիտեմ, մանկապարտեզների շրջակայքում, դպրոցների հարակից տարածքներում, ել չեմ ասում նարկոտիկը ոնց է վխտում, ամենուրեք, ուրեմն մենք նաև տեսնում ենք, որ ինչա կատարվում նաև այդ նարկոտիկների հետ կապված, թմրանյութերի հետ կապված, չբացահայտված գողությունների հետ կապված, ջարդելու հետ կապված, գույքը վնասելու հետ կապված։ Կարևոր բան ասեմ, ուրեմն վիճակագրություն կա եւ այսպես եթե առանձին համայնքներով վերցնեն, ուրեմն 2-3 համայնքում հաշվել էին, թե քանի հոգի կա, ուրեմն 33-ից մինչեւ 43 տարեկան ամեն փոքր տենց համայնքում, որտեղ 1000-1500 ասում են տղաներ կան, որ չեն ամուսնացել եւ չեն ամուսնանում։ Այսպիսի սարսափելի վիճակագրություն կա։ Ու
հետաքրքրում եմ, ասեմ ինչն է պատճառը, ինչ են ասում, ասենք այնավն է բնությունն է, չէ՞, մարդը պիտի ուզենա ամուսնանա, ընտանիք, երեխա բան։ Ասում են գրեթե մաքուր կեսը կամ 60%-ը օգտագործում է համապատասխան բաներ։ Պատկերացրի։ Դե Այսինքն իրենք իրենց երջանկությունը այդ բան թմբիրի մեջ են հայտնվում, թմրադեղեր, թմրանյութեր, չգիտեմ, այդ ամեն ինչից օգտագործում են եւ իրենց համար կյանքի իմաստը այդ է։ Կտրվում գնում են։ Այս շատ կոնկրետ բոլոր ժամանակներում, երբ որ այն նախկինում են, որ գաղութացում էր տեղի ունենում Մեծ Բրիտանիայի կողմից, Միացյալ Նահանգների կողմից, հատկապես Մեծ Բրիտանիայի կողմից, առաջինը սկսում էին տարածել թմրադեղեր, թմրանյութեր, այսպես պարկերով, բեռներով, նավերով տանում են, հատկապես Չինաստանում, այո։ ամենակարճ ձևն է։ Ասում եմ ոնց, ընդ որում ես ասեմ, որ Խոստովանից դրանցից մեկի պապը ասեց, դե հիմա թաքցնելու բան չի, ասեց, այդ անջատված բաների մեջ է, ինչ ամուսնանալ, ինչ բան։ Դուք հասկանում եք, բոլոր առումներով են սրանք մեզ ցեղասպանում եւ վերացնում փոքր համայնքում 1300-1500 բնակչություն ունեցող, եթե այդ տարիքի երիտասարդները ոչ մեկ չի ամուսնանում։ Կամ նարկոտիկ կամ խաղամոլություն, կամ նարկոտիկ կամ խաղամոլություն։ Այդ անջատված բոլոր ինչ որ բաները եւ դրա համար երջանկության բանալին տվել են իրենց, այսինքն գնա մեռի, էլի, գնա։ Բայց գիտեք որն է այդ բանալին է տվել էս իշխանությունը իրենց, որ ֆուրերով, ուրեմն նարկոտիկ են կարողանում անցկացնել Հայաստան, դրա փաստերը կան, անառարկելի փաստերը կան, ուրեմն ֆուրերով նարկոտիկը մտնում է Հայաստան, այդ ոչ մեկ դրա համար պատասխան չի տալիս, այդ նորմալ է, նորմալ է, որ ազգը նստած է թմրանյութերի վրա, թմրադեղերի վրա, խաղամոլության վրա, դա նորմալ է, սա Նիկոլի բերած Հայաստանն է, Սա Նիկոլի բերած Հայաստանն է։ Գենոֆոնդը վերացնում են, ամենակարճ ճանապարհը դա, մարդկանց նստել թմրանյութերի վրա, դպրոցներում անգամ արդեն երեխաներին, մատաղ սերնդին նստեցրել են, ուրեմն նարկոտիկների վրա։ Ինչի համար, ու գիտեք հետաքրքիրը որն է։ Հետաքրքիրը այն է, որ նարկոտիկով թմրանյութը մտնում է Հայաստան, ոչ մեկ դրա համար պատասխան չի տալի։ Բայց որ մի քաղաքացի 5 կիլոգրամ մանդարին կամ 5 կիլոգրամ խնձոր փորձի Մաքսատանը տանի իր տուն իր երեխաներին կերակրելու համար, ես վերջերս նաև ինձ բազմաթիվ նամակներ գրեցին, ասում եմ չեն թողում անգամ 2 կիլոգրամ մանդարին մեր ուտելու համար բան անենք, տանենք, որովհետև այդտեղ էլ է խայտարակ վիճակ։ Այդտեղ էլ է խայտարակ մի վիճակ։ Հիմա նոր հանգամանքը առաջ եկել, ուրեմն 2 օր առաջ մահացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը, Աստված իմ, սենց երիտասարդ էր, 22 տարեկան էր, դեպքից 2 օր առաջ տանն է եղել։ Փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանը 22 տարեկան էր, նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր։ Տեղեկությունը Նյուզեեմի հետ զրույցում հաստատվեց Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը, նշել է, որ դեպքից ընդամենը 2 օր առաջ Դավիթը տանն է եղել։ Դավիթը պաշտպան հայրենյա ծրագրով էր ծառայում, 1 տարուց ավել էր մնացել ծառայությունն ավարտելուն, շատ հանգիստ, խելոք երեխա էր, անգամ ամաչելով էր բարևում, ոչ մի անգամ իրենից ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել, հրամանատարությունն էլ ասում էր շատ լավ ծառայող տղա էր, չենք հասկանում ինչն էր պատճառը, որ սենց եղավ, դեպքից 2 օր առաջ, այն էր պատճառը, որ դու հիմա ամենայն հավանականությամբ Նիկոլին ծառայող մի հատ համայնքապետ ես, ամեն մեկդ մի հատ ձեր վրա վերցեք ինչն էր պատճառը, չգցեք պատճառ ուրիշի վրա, պատճառն այն է, որ վստահ եմ, եթե դու հիմա համայնքապետ ես, հաստատ Նիկոլինն ես, ՔՊ-ից ես, պատճառն այն է, այդ համայնքապետ, Բագրատ որտեղից էր, Բագրատաշենից, որ դու ծառայում ես Նիկոլին, որ դու գնացել Նիկոլին ձայն եք տվել։ Վարչական շրջանի ղեկավարը ԿՊԱ-ական չի, ապրել երկրկուսակցությունից է։ Հա, դե լավ է, դե փառք Աստծո, որ այդպես է, բայց հիմա ով որ կլսի, թող իմանա, որ հարց տա, պատճառն այն է, որ դու 21 թվականին, ոնց որ մեր լուսահոգի Արմեն Գրիգորյանն էր ասում, մի ընտրեք, որ էլի մարդ չմեռնի։ Ընտրել եք, հիմա այսպես ինքը հերթով մահվան տեսքով գալիս է ու դռները թակում է, մահը բերում է ու թալանը անում է եւ իմիջիայլոց այն օր Երվանդ Բոզյանը շատ բան թիվ ներկայացրեց, պարոն Դանելյան։ Այս իշխանությունը գիտեք ամեն ինչ ասում ենք նրա համար անդադ ասելով մահեր,
որ չլիներ մեր լուսահոգի բարեկամ ընկեր Արմեն Գրիգորյանը մեզ զգուշացնում էր, ասում էր Նիկոլին հեռացրեք, որ էլ մահեր չլինեն, բայց այդ 600,000 իրանց ձեռքով մահը Նիկոլին այս ազգակործաններին ընտրեցին, մահը վերելով իրենց տրան մոտ։ Ինչ է գրել այս Նավակ ճոճողը, իր անունն էլ պատգամավոր էր, չէ՞, մի ժամանակ այս տղան։ Վիլեն Գաբրելյան։ Հանրությունը մեզ մեղադրում է, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ։ Ես ասեմ, որ դու ցարձակ սխալ ինֆորմացիա ունես, որտեղ հանրությունը ասում է ինչի չեք վռնդում ազգակործան պատուհասին, ինչի չեք վռնդում Արցախը Ադրբեջանի տարածք է հայտարարություն արող Նիկոլ Փաշինյանին, ինչի չեք վռնդում Արցախը ցեղասպանության հասցրած Նիկոլ Փաշինյանին եւ քո նմաններին, ինչի չեք վռնդում այն ուժին, որ պատրաստում է ատոմակայանը փակել եւ երկիրը տանել մութ ու ցուրտ սարսափի մեջ ինքնիշխանությունը ծախել Թուրքիային, ինչի չեք վռնդում փողոցից եկած այն բոմժերին, ովքեր պատրողում այսօր ապավինում են միայն Էրդողանի եւ Ալիևի աջակցությանը, ինչի չեք վռնդում են տականքներին, ովքեր հարձակվել են հայ առաքելական եկեղեցու վրա, ինչի չեք վռնդում այն տականքներին, ովքեր կալանավորել են մեր սրբազաններին, ինչի չեք վռնդում այն դավաճան սրիկա տականքներին, ովքեր ոչ մի բան չեն անում Բաքվի բանտից մեր գերիներին վերադարձնելու համար, ինչի չեք վռնդում այս տականքներին, որ զբաղված են բառից բուն իմաստով երկրի թալանով, ինչի չեք վռնդում են տականքների, որ ավիրել են փողոցները եւ փոսերու աներ են գոյացրել ողջ երկրում մեկ, ինչի չեք վռնդում են տականքների, որ թմրադեղերը տարածել են ամբողջ երկրով մեկ, ինչպես պարոն Դանիելյանը նշեց, դպրոցներով, չգիտեմ, համայնքներով ամենուր, ինչի չեք վռնդում են լկտի տականքներին, որ միտեղ ցավ ու ողբ ու կորուստ է, միտեղ տենց խրախճանք ու զեխության մեջ են, ինչի չեք վռնդում քո նման տականքին, որ հարբած լակած շրջում է իր Գյումրիում եւ քո նման տականքին ու քո թիմակիցներին, որ որդեկորուց մայրերին այսպես քարշ տալով Եռաբլուրից տալիս էիք, ինչի չեն վռնդում ձեր նման տականքներին, որ զոհվածի ծնողներին տարան բանտ, մոռացել եք, որ քրեական գործեր եւ այլն, ու այսպես շարունակալի անverջ ասել, ինչի չեք վռնդում են տականքներին, որ 328 եկեղեցի ու վանք հանձնեցին թշնամուն, ինչի չեք վռնդում են տականքին, որ գնացել է որ պատրաստում է 300,000 ադրբեջանցի բերել Հայաստան, չի չեք վռնդում են տականքներին, որ պղծում են Արարատ լեռը, հայոց պատմությունը, Մեսրոպ Մաշտոցին, հայոց տառերը, մեր անցյալը, մեր պատմությունը, մեր գրականությունը, մեր հուշերը, մեր հիշողությունները եւ առհասարակալի անverջ այս ամեն ինչ ասել, չէ, հանրությունը ինքը բնազդով է գիտի, որ Ռոբերտ Քոչարյանը այն ուժն է եղել, այն հզոր դեմքն է եղել, որ նվաստացման եւ ստորացման տակ է պահել հայ Ալիևին եւ հետո իրա որդուն, որ չի համարցակվել գլուխը թեքի անգամ այս կողմ, այնպես որ քո այս զառանցանքները, դուրս տված ապուշությունները, երևի էլի ուզում ես գնաս տեղավորվես, բայց դու լավ էլ քո գործը տեղդ գտել էր, էլի, հիմա հարբեցող էր, հարբած շրջում էր, ինչ որ բաներ էր դուրս տալի, էտա քո դեմքը մի անգամ չի որ ցույց է գնա, այնց որ քո այդ բանով քո այդ վիճակով հանդերձ գնա ու նորից քո համար մի հատ հարմար տարած գտի, պատտի միջև որ ազգային ուժերը գան ու ձեր հարցերը վերջնականապես լուծեն, այս ապուշությունները որ դուրս եք տալիս, այս հիմարությունները որ իբրև թե ինչի չեն ասում, չի բան չեք արել, էլի չեք կալանարել, չէ, ազգը, ժողովուրդը, երկիրը, մարդիկ բոլորը սպասում են, թե երբ պետք է ձեզ վռնդեն ու համապատասխան խցերը ձեր բոլորին տանեն ու կարողանան վերջապես ճանապարհը փակեն, որ թուրքերը չգան, որ արդեն այդ նույն ցեղասպանությունն ու հայաթափությունը ինչ որ արեցին Արցախում չանեն Հայաստան, որտեղ ձեր բոլոր ծրագրերը թուրքի ձեռքը բռնած, հիմա բոլոր ծրագրերը տանում են դրան հայաթափել, ոչնչացնել Հայաստանում ապրող պետականությունը կործանել եւ վերջնական հայ ոտքը այստեղից կտրել Հայաստանի Հանրապետությունից։ Եվ սրանց բան է լկտիությունը, մեծամտությունը, ամբարտավանությունը գնացել են այն մարդը, որ ասում է, որ բանը Սևանու, ամեն ինչը Սյունիքը, ամբողջ Երևանը իմն է,
ու չի էլ պատրաստվում ու սահմանագծում սահմանազատում ինչ որ բաներ էին չի անում կանգնել են այդ դրա մասին խոսք չկա այս խաղաղության պայմանագրերը ինչ որ տարածել են այդ մարդու հետ պատրաստվում է գնաց ձեռք սեղմեց այն շատ լավ իմանալը որ հաջորդ օրը ցմահ է տալու ու ձեր նման ապազգային սրիկաներ հəl դեռ իրավունք ունեն ինչ որ բան ասելու ինչ որ բանի մասին խոսելու մի հատ էլ մեր հերոսների, մեր հզորների մասին ինչ որ բան դատողություններ անելու։ Այն մարդու մասին, որ դու խոսում ես, սիրելի թոշակառուներ, Ռոբերտ Քոչարյանի մասին, որ խոսում է, 5 անգամ ձեր թոշակը բարձրացրել է։ Վստահ եք, չէ, որ ինքը գա նորից 5 անգամ բարձրացնելու է ձեր թոշակը։ Իսկ այս մարդը ասում է դուք դեբիլ եք թոշակառուներին։ Եթե ձեզ տամ 10,000 դրամ, դուք ծախսելու ձևը չգիտեմ ինչ կանեք։ Ու հակասահմանադրական քայլի ա գնում, ասում է բոլորը պետք է գնաք բաներով ստանաք։ Ներողություն։ Այդ մարդիկ բա ջերուցում, բա այդ ո՞նց պետք է ստանան։ Որ պետք է գնան այդ ամենը սուպերմարկետինգից։ Այսինքն սառնամանիքի տակ մնան, դա իհարկե իսկի հացի փող էլ չի։ Թոշակառուների սովիամատներ, հա։ Դեղը ոնց են ստանալու, այդ բանը ոնց են վճարելու, գազա, էլեկտրաէներգիա, ոնց են այդ վճարելու։ Ասենք sense նվաստացնել ու ստորացնել թոշակառուներին, այդ թոշակառուները գիտեն, չէ՞ որ նույն Սամվել Կարապետյանն է գալու այդ հարցը լուծի, հա։ Այս վերջերս էլեկտրոէներգիայի անջատումների պատճառով օրեր շարունակ որ հոսանքազրկվել էին Էրեբունի թաղամասը եւ էլի կենտրոնի որոշ հատվածներ, ուրեմն իմ հարցմանն ի պատասխան լղոզված մի պատասխան են ուղարկել, որով նաեւ այսպես ասած արդարացնում են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հեծի այդ անպատասխանատու վերաբերմունքը 1 ամիս շարունակ իբր հետաքննություն ա գնում մարդկանց ուտելիքը այդ թոշակառուների եւ մնացած բոլոր հայրենակիցների ուտելիքը փչացել է մարդիկ ցրտահարվել են օրեր շարունակ հոսանք չունենալու պատճառով այսինքն ասածս այն է որ սրանք բոլոր համակարգերը ավիրելով մտածում են որ մեր ժողովրդի հավաքական հիշողությունը կարճ է եւ չգիտեն ինչ աղետներ է բերել իշխանությունը մեր ժողովրդի գլխին։ Չէ, այդ մարդիկ ապրել են, չէ՞, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Չէ, ապրել են, չէ, տեսել են, չէ։ Մոմիկներից սառնամանիքից են որ ցենց 0 չգիտեին թոշակ ու աշխատավարձ ինչա 5000 դրամ, տեսել են, չէ՞, միջև վերջին տարի որ գնաց ուրա հասցրել, ինչ մակարդակից ուրա հասցրել, տեսել են, չէ։ Տեսել են, չէ՞, ինչ շանորի էր Ալիևը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Տեսել են որ շանորի էր Ալիևը։ Տեսել են պարոն Դանելյան։ Տեսել են, չէ՞ դա։ Տեսել են, չէ՞ որ իրենց տունը այդ ժամանակ արժեր $5000, միջև Ռոբերտ Քոչարյանը գնաց, արդեն այդ տունն արժեր $100,000, տունը նստած 100,000-ի տեր են, չէ՞ դարձել։ Էդ ով է արել այդ ամեն ինչը։ Տեսել, չեն մոռացել։ Չեն մոռացել։ Շարունակ թոշակ չեն ստանում թոշակ։ Հա, չէ, տեսել է, չէ՞ ժողովուրդը։ Աշխատավարձները բարձրացնում։ Այդ ինչ չէր հարցակում։ Հարց չեք տալիս։ Նարեկ Սարգսյան, դու քո համար իմացի ինչի չէին հարցակվում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Լավ արզենք թե համարցակվեցին Սերժ Սարգսյանի ժամանակ համարցակվեցին հարցնել։ Տեսակ ինչ եղավ։ Բայց վազելով գնացին։ Այդ եմ ասում, տեսակ չէ ինչ եղավ։ Բա դա տեսել են, չէ, հիմա ասենք ոնց կարա մարդը, չեմ ասում հայը։ Մարդը մի փոքր նորմալ ուղեղ ունենա, ուզենա որ բանը ցեղասպանության Արցախ կործանած թալանչի փողոցից եկած բոմժերը իրեն ղեկավարեն ոնց կարող է այդպիսի բան ազգային ժողովի նախագահ անդաստիրակ թքող բան ասում է թևերը բռնեք որ ես թքեմ մի հատ էլ ասում է այդ գերիների իրանք են մեղավոր մի հատ եսի ինչեր է դուրս տալի ոնց կարող է ուզենան դրան լինեն կամ որ ասում է կծեփեմ падվալները սա այդ կտանեմ ես կանեմ լավ է մարի Արցախն էլ Ադրբեջանը ոնց կարող է այս սրիկատականքներին ուզենան ոնց կարող է քո նման լակած փողոցներում շրջող մի հատ падգամավորի ուզենան ոնց կարող է քույրականի կրթություն չունեցող անդաստիրակներին ուզենան որ հանձնաժողովի նախագահներ լինեն անգրագետներին փողոցից բռնածներին սարերից իջացրածներին տանեն պարետում ընդունեն աշխատանքի ոնց կարող է այդպիսի բան ոնց կարող են մարդը որ կանգնում ասում է դու չգիտես 20000 էլ տամ դու չես տականա այսինքն դեբիլ է թոշակառուն էլի չի տավանը չի բարձրացի տականա խելոք իրանք են որ օրական $5000 փող են ծախսում իրենց կառավարական ամառանոցի վրա այդ մենակ տեսնում ենք բա մնացած թալանը մենակ ուտել խմելու բա մնացած խայտարակ թալանը հա Մեր գործընկերներին տարեփակել ես Նարեկ Սամսոնյանին, ինչ խղճով ես քնում ալեն, հա գործ տվող, ինչ խղճով ես քնում որ տարել են այդ պայմաններում, բա այս ամեն ինչը մի օր պատտելու է, չէ, ասենք հիմա մեր 100 հոգու էլ տարեք ձերբա, հետո մեկը պատտելու է, չէ, այս ամեն ինչը։
Բայց թոշակառուին ինչ էր ասում, ասում է տունը այդտեղ դու վարձով դու գնա գյուղում ապրի։ Ասում է տունը վարձով դու գնա գյուղում։ Իրանք էլ են այսինքն բան էլի, վատ բառ էր ուզում ասել։ Դե իրանց պապաների բառերով ասենք էլի։ Օպելի վարորդները համբալ են, չգիտեն, չպիտի գան։ Թոշակառուները դեբիլ են, չգիտեն 10,000-ը ծախսեն, դի սովի մատնված մնան, չէ՞։ Դե ասում էր ուսուցիչներին 500,000 դրամ աշխատավարձ եմ տալիս, վերջում հարցում արեցի, ուրեմն 80% եւ ավելին 100,000-ի սահմաններում աշխատավարձ ստանում։ Այսինքն գիտի թե այս մարդիկ դի իր այդ ստերին հավատան, մարդը գետնի վրա այդքան փող է ստանում։ Լավ, ինչքան պետք է դու տգետ լնես, որ փորձես այս մանիպուլյացիաներով բանով մարդկանց ֆռցնես, այսինքն մարդը տեսնի իր ելույթը, ասի ճիշտ է, այս 100,000 դրամ եմ ստանում աշխատավարձ, բայց դե որ ասում է 500 կողա, ես 500 եմ ստանում։ Կողա ինձ հետ ինչ-որ մի բան է կատարվում, ես չեմ հասկանում, որ ես 500 դրամ եմ ստանում։ Նույնը թոշակառուն է։ Չէ, ինքը գիտի, որ անգրագետը իրականոջ հետ միասին հիմա նոր գյուտ է արել, ասում է գիրք կարդալը կարևոր է։ Աղջի ջան, այ մարդ, այդ որ իբր թե այս գիրքը կարդացինք, էդի դուք 10-րդ դասարանում կարդացած ունեիք այդ գրքերը։ Այս մարդիկ նոր են հայտնաբերել, որ դի գիրք կարդալ։ 50 տարեկանում նոր հայտնաբերեն գիրք բանը։ Այս տառերը իմանում ես սկսում են հեքիաթներ կարդալ, հետո արկածային գրականություն, հետո պատմական ուսեն շարունակ։ Հիմա այն ինչ որ պիտի կարդային 10-րդ դասարանում, 17-18 տարեկանում, 16 տարեկանում գյուտ արել ես, դեբիլը վերակացած, մեն ես իմ կարդում, երկրորդ սուտ։ Հիմար, քո բաց թողած բաները, քո թերուս վիճակներն չես տարածում ես ժողովրդի։ Մեր հաշվին հեծանիվ քշել են սովորել, մեր հաշվին դհոլ են գնում, մեր հաշվին ես չգիտեմ փարթի են անում, մեր հաշվին վոյաժներ են անում, ես իմ չգիտես ինչ են անում, ֆեստիվալներ են անում, թալանը վերադարձնելու ժամանակը։ Ամեն ինչը ժողովուրդ ջան, մեր հաշվին է, մեր գրպանից է։ Այն որ ասում է հերոս հարկատունները, այդ հերոս հարկատունների հաշվին ինքը առավոտի ծիրիկո հաճույքների մեջ է։ Ու զոհեր, մահեր։ Այո։ Թալան։ Գնալու ենք մենք այդ համայնք դի նկարենք այդ փոսերը։ 3 տարի առաջ ինչ է արել։ Ու լավ կերակրում այդ ասֆալտով թե սա է։ Իդեպ քիչ առաջ տարածեցին այսօր փետրվարի 9-ին Հանրապետության հրապարակում նախատեսված ակցիան կիրականացվի Բաղրամյան 26 հասցեում, որտեղ հայտնի է դարձել, որ փոխնախագահը այնտեղ է լինելու։ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ժամը 18:00-ին, ժամը 6-ին, 18:00-ին։ Սիրելի արցախցիներ, սա իհարկե դուք ճիշտ եք, սա միայն ձեր խնդիրը չի, բայց հենց այն հանգամանքը հիշեք, միլիարդեր, մեծանուն, մեծ բարերար Ռուբեն Վարդանյանը ազգային մեծ բարերար թողեց իր բարեկեցիկ կյանքը, դուք տեսեք քանի պաշտոնյաներ, դիրքեր զբաղեցրած, ինչպես գեներալներ, Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցած մարդիկ իրանց տան ծակերից դուրս չեն գալիս, ծապտուն չեն հանում, կամ թռան, հենց որ պրոբլեմ եղավ թռան Հայաստանից, ճիշտ է։ Ահա։ Այս մարդը ինքնակամ անձնագիրը դրեց այլ երկրի, եկել է ծառայել իր հայրենիքին, ծառայել Արցախահայությանը։ Արցախահայ բոլորդ մի մարդու նման այսօր բոլորդ լինում եք։ Ոչ միայն Արցախահայ։ Չէ, շարունակեմ։ Ժամը 6-ին բոլորդ առաջին հերթին ինքը Արցախահայության համար, բայց իհարկե շատ նեղմիտ եւ բան է, երբ որ ասենք սա Արցախահայության խնդիր, որտեղ Արցախը պաշտպանում էր ինձ։ Արցախահայը պաշտպանում էր այնտեղ մեր ընտանիքները, մեզ, որտեղ դա մեր սահմաններ, սա մեր հայրենիքներ ու ամենաթանկ հայրենիքներ, ամենաթանկ։ Վաններ, Արցախը մեր վանն է։ Ուրեմն մենք բոլորս պիտի ժամը 6-ին լինենք նախագահականի մոտ, բոլորս, որևէ արդարացում, որևէ պատճառաբանում չի կարող լինել։ Բոլորս լինում ենք հանուն Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, 3 Դավիթների, հերթով չասենք, հանուն 3 Դավիթների մեզ մնացած մյուս հայրենակիցների Ռուբեն Վարդանյանի բոլորս լինում ենք այդտեղ եւ ոչ միայն իրենց համար, մեր սրբազանների համար։ Այո։ Բոլորս հոգեվորականներ մի մարդու նման լինում ենք այդտեղ, որովհետեւ Հայաստանը վաճառվում է, Հայաստանը հանել է վաճառքի, մեզ սարսափելի բաներ են սպասվում արխիվում, սարսափելի բաներ են սպասվում։ Էլի եմ կրկնում 18 թվականին ասում էի, ոչ մեկը չէր հավատում, որ տալու է Արցախը, տալու է Հայաստանը, հիմա էլ ասում եմ Հայաստան չի լինելու ուղղակի, ընտրություն պայմանավորվել են սրանք, ընտրություններից հետո
Սահմանադրություն է փոխելու եւ շատ արագ 300,000 ադրբեջանցու բերելու է մտցնել այստեղ սահմանը բացելու եւ արդեն իրենց քմաճիկով բանակն էլ վերացնելու են, ինչ ուզելու են մեր հետ անելու են եւ ես շպրտելու են մեր տներից։ Հանգիստ այդպես մի նստեք ձեր տաներում եւ մի մտածեք, որ որևէ մեկը գալու է եւ մեզ պաշտպանելու է։ Այն ծրագիրը ինչ որ իրականացնում են, դա հրեշավոր սարսափելի ծրագիր է։ Փակելու են ատոմականը, մեզ մատնելու են սովի եւ սառնամանիքի։ Չասեք, որ որևէ մեկը ձեզ չի զգուշացրել։ Անկամ ընդդիմություն, այսօր ընդդիմության կարևոր դեմքերից մեկը նստած է վստահաբար, չնեղանակ պարոն Դանելյան, անկամ ընդդիմադիրները չեն գիտակցում, թե ինչ սարսափելի բան է մեզ սպասում առջև, որտեղ դուք չէիք գիտակցում, որ Արցախը հանձնելու եւ չէիք գիտակցում ազգակործան սրիկա տականքի հետ անգամ ճանապարհ անցակ, չէիք գիտակցում, որ սա եկել է Արցախը հանձնելու, գուցե նաեւ սա ճշմարտությունը այդ 5 միլիարդը վեզերով հիմա ինքը իրենց գերին է եւ հասկանում է, որ եթե ազգային ուժ գա եւ իրենց վռնդեն ինչ է սպասում իրենք, հետևաբար պետք է Հայաստանը վերջնական կործանվի, որպեսզի պատասխանատվության չի ենթարկվեն։ Իսկ թե ինչ է անելու մեզ, ինչ են անելու մեզ այդ թշնամին, Ալիևը չի թաքցնում։ Եկեք ասենք, որ Ալիևը ոչ էլ Էրդողանն է թաքցնում։ Ասում է դուք սրի վրա մի հատ մասի կտորեք, ձեր հարցերը լուծելու եմ։ Ալիևն էլ ասում է դա ամբողջ տարածքներին, ադրբեջանցիներին բերելու եմ, եւ այս ամեն ինչը իմն է։ Այնպես որ Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ կոչում եմ ձեզ, բոլորը լինեք, բոլոր մեր հայրենակիցներին, սա ոչ միայն բարոյական հարց է, սա մեր պատասխանատվության հարցն է, այն մարդկանց, որոնք որ տարիներ շարունակ գտնվում են Բաքվի բանտում, այդ մարդկանց աջակցությունը անչափ կարևոր է։ Մենք բոլորս ամեն օր խոսում ենք, ամեն օր ասում ենք, բայց անընդհատ խավարը անիծելու փոխարեն պիտի կարողանանք լույս վառենք եւ այսօր այդ լույսը յուրաքանչյուրը կարող է իր այդ լույսը վառել, յուրաքանչյուրը իր մասնակցությամբ, իր ներկայությամբ կարող է նաեւ ազդել որոշում կայացնելու վրա։ Անչափ կարևոր է, որ նաեւ այս այցի շրջանակներում տեսնեն, որ մեր ժողովուրդը չի մոռացել, մեր ժողովուրդը չի ուրացել, մեր ժողովուրդը ամեն օր հիշում է իր զավակներին, հիշում է իր պատանդառնված անձանց, բոլոր այն մարդկանց կլինի դա ռազմաքաղաքական ղեկավարություն, Բաքվի բանտում գտնվող այլ անձիկ, անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնք 200-ից ավելի են, բոլոր այդ մարդկանց ճակատագրերը մեզ պիտի հուզեն, բոլոր այդ մարդկանց հարցերով մենք պիտի զբաղվենք, դա մեր ամենօրյա մտածելու եւ քայլեր կատարելու ամենօրյա հոգացության կենտրոնում պահելու առաջնահերթությունը եւ նորից էլի կրկնում եմ բոլորս միասին միահամուռ մեկ բռունցք դարձած ժամը 6-ին լինում ենք Բաղրամյան։ Չեք հավատում, որ այս մարտիկ ատոմակայանը փակում է, սա նշանակում է վերջնական շրջափակում եւ որ ասում է ինքնիշխանությունդ պահում ես, որ դու կարողանաք դու բոլոր քո վերջին ռեսուրսները տալիս ես թշնամուն, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Անկամ ադրբեջանական լրատվամիջոցներն են գրել այսօր, որ Փաշինյանը ծախում է էներգետիկ ողջ համակարգը Թուրքիային, եւ այնտեղ նաեւ Խաչատուր Սուքիասյանի մասին է գրված, այնպես որ Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու եւ շրջափակելու հրեշավոր ծրագիրը 2018-ից, այսինքն ծրագիրը շատ վաղուց էր արևմուտքը գրել Թուրքիայի հետ միասին, ուղղակի հիմա հասել են վերջին փուլին եւ վերջին հանգրվանին եւ եթե ինչ որ մի ԿՊԱ-կանի կամ ինչ որ ԿՊԱ-կանին ձայն տված ինչ որ մեկի թվում է, որ ինքը պլստալու է եւ թուրքերը իրենց ներելու են, հանդուրժելու են, որ իրենք այս տարածքում ապրեն եւ իրենց տաներում ապրեն, թեկուզ խոսեն թուրքերեն, ասեն որ դուք չարաչար սխալվում եք։ Սա Թուրքիայի վերջին հարվածն է լինելու, որտեղ Թուրքիան տեսա, որ մի անգամ երբ որ վերջնական չոչնչացրեց եւ ռուս ժողովուրդը փրկեց եւ եկավ այստեղ հաստատվեց եւ իրենց շնորհիվ մենք ունեցանք պետություն ռուսների շնորհիվ, ռուսների, լավ ուշադիր լսեք, որովհետեւ այն հատվածը, որ գտնվում էր Թուրքիայում, երկու մասի չէ բաժանվեց, ռուսական հսկողության տակ եւ Թուրքիայի։ Եվ ինչ արեցին թուրքերը այդ տարածքում։ Մեկ հայ չմնաց։ Մեկ հայ չմնաց։ Պարիզ բուն իմաստով բնաջնջեցին եւ հայկական հետքը ամբողջությամբ մաքրեցին ու ջնջեցին։ Ինչ տեղի ունեցավ այն հատվածում, որ հայերն են ապրում։ Զարգացավ, աճեց, պետություն ունեցավ, 3.7 միլիոն ազգաբնակչություն, ակադեմիա, համալսարաններ, իր հարցերով բազմաթիվ հարցեր իհարկե կան նաեւ սովետական միությանը եւ ռուս ժողովրդին, բայց մենք չպիտի լինել երախտամոռ։ Երախտամոռությունը
ստորագույն հատկանիշներից մեկն է։ Մենք ունեցել ենք դա եւ հիմա էլ, եթե մենք անվտանգային ինչ որ բաներ դեռ ունենք, դա միայն եւ միայն Ռուսաստանի Դաշնության շնորհիվ է։ Եթե դուք դա չեք գիտակցում, իմիջիայլոց այդ բարձր գիտակցումը շատ քիչ գործիչներ կան Հայաստանի Հանրապետություն, գուցե Հրանտ Բագրատյանը եւ որ շատ հրապարակային ճակատային խոսում են դրա մասին Հայկ Նահապետյանը եւ թերևս Վարդան Ղուկասյանը, որ բրավո իրեն, կալանավոր հաղթած մարդ է Վարդան Ղուկասյանը։ Այո։ Գյումրու քաղաքապետը հաղթել է, ապացուցել է, որ Նիկոլ կարող է քեզ հաղթել, իմիջիայլոց շատ ժողովրդական մարդ է, չի հրաժարվում իր համոզմունքներից եւ սկզբունքներից, ինքը շատ ծանր հիվանդություն ունի, բայց չի հրաժարվում, շարունակում է պնդել, որ եթե ռուսական ռազմաբազաները դուրս հանեն, անմիջապես գալու են թուրքերը եւ հերթական ցեղասպանությունն է սպասում եւ Գյումրիում եւ հայ ժողովրդին, կողմնակից է, որ լինի են միության մեջ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ ասում է եւ մեր էներգետիկ անվտանգությունը եւ առհասարակ մեր անվտանգությունը կապված է իրենց հետ, շարունակում է պնդել իր համոզմունքներից, չի հրաժարվում եւ շարունակվում է անգամ փակված մնալով պայքարել այս թուրքական օկուպացված իշխանությունների հետ, ովքեր շարունակում են հայաթափել Հայաստանը եւ ողջ էներգետիկ համակարգով հանդերձ հանձնել հայ ժողովրդին մեր թշնամուն։ Այսօր մենք բոլորը ժամը 6-ին։ Այո, շատ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, սա մեզ բոլորի եւ պարտքն է, եւ բարոյական պարտքն է, եւ քաղաքացիական պարտքն է, անչափ կարևոր է, ես կարծում եմ եւ համոզված եմ, որ ընտանիքի անդամներ են կլինեն, ես տեսել եմ նաեւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կարծեմ թե կոչներ եւ նաեւ բաններ, որ ժողովուրդը մենք ամենածանր ու ամենադժվարին պահերին այդ մարդիկ կանգնել են երկրի պետականության կողքը, ամեն ինչ արել են, այդ խոշտանգումների մեջով անցել են, այդ զրկանքների մեջով անցել են, հիմա էլ իրենց այն որ ասում է տեղը շատ նեղ է եւ այս պարագայում անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական հայացքներից, անկախ չգիտեմ ինչերից մենք պարտավոր ենք լինել այնտեղ, մենք պարտավոր ենք աջակցել, մենք պարտավոր ենք պայքարել եւ դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Զգուշ եղեք, սիրելի հայրենակիցներ, սթափ եղեք, մի քանի անգամ, եթե մարդը մի անգամ խաբվում է, կարելի հասկանալ, բայց եթե մի քանի անգամ ձեզ մոլորեցրել եւ խաբել են, գոնե հիմա, սիրելի հայրենակիցներ, սթափ եղեք։ Ասֆալտ ձեզ կերակրելով խաբեց, սուտ խոստ վարչապետ ասելով, որ դուք բոլորդ վարչապետ եք, խաբեց, ասեց գնում եմ Արցախը մերն է եւ վերջ խաբեց դրանով, պատերազմի ժամանակ խաբեցին միջև վերջին օրը ասեցին հաղթում ենք, հետո Արցախը Ադրբեջան ասեց ծախեց ամբողջությամբ, հիմա էլ խաբում է, ասում է խաղաղություն են բերել եւ դրա տակ մեր տարածքներն է հանձնելու, ադրբեջանցիներին է բերելու Հայաստան, մեզ վռնդելու են բոլորից այստեղից, չկասկածեք եւ ամենավտանգավոր բանը պատրաստվում են ողջ էներգետիկ համակարգը վաճառել թուրքերին եւ ատոմակայանը փակել։ Ես չգիտեմ, ես գիտեմ, որ դուք չեք հավատում, որ դա մեզ սպառնում է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, Աստված մի արասը, եթե ինքը ընտրվեց, մենք մի քանի ամիս հետո, չգիտեմ, արդեն հնարավորություն կունենանք առհասարակ խոսելու եւ շփվելու, որովհետեւ թուրքերը գործում են շատ արագ, սթափ եղեք, սթափվեք, սա մեր վերջին կռիվն է լինելու, հայ ժողովրդի վերջին կռիվը, կռիվ այն իմաստով, որ պիտի մենք գնանք ընտրությունների, ես հասկանում եմ, որ ընդդիմությունը նաև այնքան էլ ճիշտ ու լավ չի աշխատում, թույլ է, չի գիտակցում, չի հասկանում, հազար ու մի հարցեր ունեմ ես ընդդիմությանը, բայց հիմա անգամից հետաքրքիր չի ցուցակում ով է լինելու, ինչ է լինելու, հետաքրքիր է միայն կարողանան այս ուժերը միավորվել եւ ազատագրել
Հայաստանը գոնե դա կլինի մի փոքր հաջողություն, որից հետո ես պատկերացնում եմ, թե ինչ սարսափելի ծանր աշխատանք է սպասվում այն ուժերին, որ պիտի հաղթեն Նիկոլենց եւ վռնդեն։ Հաստատ հաջողություն են արձանագրելու, պետք է ակտիվ մասնակցեն բոլոր process-ներին, կլինի փողոցային process-ներին, կլինեն էլեկտորալ process-ներ, Դե հիմա հաղթանակներից մեկը, օրինակ այսօր մեր ձևովը թողապացուցի, որ ինքը հաղթող է, տեսնեմ 5000 մարդ կհավաքի մեր ձևովը, թե կասի մենք ուրիշ պլաններ ունենք։ Հայաստան դաշինքի դեմս նաև երկրորդ նախագահի եւ հայ-հեղափոխական դաշնակցություն ինքը հավանաբար ցանկացած բանի կարողանում է 3000, 4000, 5000 կկարողանա ինքն էլ տան, կտեսնենք հիմա։ Թաթոյանը ինչ որ մեծ խոսում է, տեսնեմ կկարողանա Թաթո, կտանի այդքան մարդ, կունենա, կանի թե ինչ որ առանձին ինչ որ բան կանի, կտեսնենք։ Խոսելով չի, գնալ եւ ինչ որ սենյակներում, ակումբներում համախոհների հետ, համախոհների բարեկամներին հավաքել, իրար ինչ որ բաներ ասել, դրանով չի։ Հիմա կոնկրետ բան է, ժամը 6-ին կտեսնենք։ Եվ նույն Արցախայցյանն եմ ասում եւ մեր ընդդիմադիրներին կտեսնենք, կլինի է 10000 մարդ, 5000 մարդ, 15000 մարդ կհավաքվի, թե ոչ թե ինչ որ տենց հերթապա ինչ որ մի հատ ակցիա կլինի ու կգնան։ Ամեն ինչ գործով է։ Մի անգամ մենք տեսանք Մայր տաճարի մոտ, մենք տեսանք, որ եւ հայ-հեղափոխական դաշնակցությունը եւ մեր ձևովը եւ կողքի ուժերը կարողացան, ողջունեցինք, ճիշտ է պարոն Դանիելյան։ Գործնական քայլերի մասին է խոսքը։ Այսօր է կտեսնենք այդ գործնական քայլը կլինի, թե այդ ամեն ինչը միայն կավարտվի խոսքերով, լոզունգներով եւ հարցազրույցներով։ Ես այնտեղ եմ լինելու, մենք այնտեղ ենք լինելու, մենք մեր կոչը արել ենք, մենք մեր համախոհներին, աջակիցներին եւ առհասարակ մեր հայրենակիցներին ասել ենք, հորդորել ենք, խնդրել ենք, որպեսզի գան եւ մասնակցեն եւ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա։ Շնորհակալություն։ Yes, I'm sure.